Դու եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանը ամենակնդակող եւ ամենագեղեցիկ զույգերից էիք։ Տեղի ունեցավ մեծ սկանդալ։ Աննա Կոկչյանը քեզ դավաճանեց Սոս Ջանեբեկյանի հետ։ Երբ որ ես իմացա, որ ինքը Սոսի հետ է, ես Տոմսարա եկա Երևան։ Սոսի հետ ծանոթացանք, մի քանի բար շփվեցինք ու հասկացանք, որ մենք կարանք հենց հիմա իրար հետ խմենք։ Ու տենց էլ արեցինք։ Հասկացա, որ ինձ շատ դժվար է Երևանում ապրելը, որովհետև ես չէի համակերպում սկզբից այդ իրողության հետ։ Տղամարդկային արժանապատվության տեսանկյունից ինչպիսին էին քո ապրումները։ Հիմա որ հետ եմ նայում, իհարկե դա այդ շրջանը շատ ցավոտ շրջան էր ինձ համար։ Երբ որ ես հասկացա, որ ուրիշ տղամարդու հետ հարաբերություն է սկսվել իր մոտ, այդ պահից սկսած ինձ համար արդեն այդ էջը փակվեց։ Այդ պահը ինձ ուղղակի դանակով կտրտում էր։ Աննան ինձ այդ զրույցում ասում էր, որ Արմանը թույլ տղամարդ էր, ինձ պետք էր ուժեղ տղամարդ։ Վստահաբար հաճելի չէր դա, բայց քեզ փորձ եմ տալիս մի հատ էլ Աննայի հետ զրուցես։ Այ ինքդ ոնց էիր տանում այդ անհաջողությունը եւ ինչպես օրինակ չընկնել դեպրեսիայի մեջ։ Եղել է ամեն ինչ, դեպրեսիայի մասին է խոսքը։ Եղել է մասնավորապես Ռուսաստանում ապրելու շրջանում ալկոհոլ շատ։ Թմրադեղեր չի ասի, որ շատ է եղել, տղաս փոքր է, նորածնվել, հենց ծնվեց զանգեցի մեծ տղայս, ասի մեծ տղես ոնց է, արդեն։ Да, нравится ему гулять, он видит голубоглазое чудо наше. Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Lebrand Restaurant, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Star Life Group, Elysee House Restaurant, Aroma International Marketplace, Ավակյան Law Group իրավաբան Թեյմինա Ավակյան, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Տուն Լահմաջո Restaurant, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers. Even if the clouds fill it instead, I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ, եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր էպիզոդը։ Շնորհակալություն, որ շարունակում եք հետևել մեզ, մեկնաբանել ու տարածել տեսանյութերը, էջի առաջ խաղացմանը դա իսկապես օգնում է։ Շնորհակալություն, որ շարունակում եք ջերմ խոսքեր գրել եւ շնորհակալություն, որ շարունակում եք ամեն շաբաթ սպասել մեր նոր թողարկումներին։ Այս անգամ եւս հետաքրքիր է լինելու, որովհետեւ իմ հյուրը հաղորդավար է Արմեն Մարգարյանը, ով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ այս ժամանակաշրջանում իր կյանքի։ Ողջույն Արման։ Բարև Մեհեր ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք զրույցի իմ Շնորհակալ եմ ես, որ հրավիրեցիր։
Զրույցի առաջարկը պատահական չէ, նոր փուլ է քո կյանքում սկսվել եւ հետաքրքիր է իմանալ ինչ հոգեվիճակ ունես հիմա, երբ կրկնակի հայր ես։ Կրկնակի երջանիկ եմ, նվազագույնը, չգիտեմ, հիմա մի քիչ բարերով դժվարանում եմ պատմել, բայց անընդհատ տուն եմ ուզում գնամ։ Կարևորը է դա, անընդհատ ուզում եմ գնամ տուն, հա, տղաս փոքր է, նորածնվել։ Հենց ծնվեց զանգեցի մեծ տղայս, ասի մեծ տղես ոնց է, արդեն կարամ տենց ասեմ։ Մի խոսքով Որոշմա բոլորին մաղթում եմ, չէ՞։ Հա, մոտավորապես ստացվեց, որ Միացյալ Նահանգներում անցնում երեխայի մանկությունը, նա այստեղ է ծնվել, հա։ Այստեղ է ծնվել, հա։ Ինչպես ստացվեց ձեր տեղափոխությունը։ Ճիշտն ասած, ամեն ինչ շատ պատահական համընկավ։ Ես միշտ ուզեցել եմ գա Միացյալ Նահանգներ մանկուց։ Դա երևի թե իմ լսած երաժշտությունից է, դրած ֆիլմերից է եւ այլն, հա, մշակութային առումով, այսպես ասեմ, Միացյալ Նահանգները երևի թե բոլորից է կյանքում տեղ ունի եւ մի քանի անգամ որպես տուրիստ փորձել էի գալ, մերժել էին, չգիտես ինչու։ Իրանք չեն բացատրում, գիտես։ Հետո հասկացա, որ ես կարող եմ extraordinary կոչվածը որ կա, անեմ, այդ վիզայով գամ այստեղ։ Ու վերջին շրջանում Երևանում ամեն ինչ լավ էր, չեմ լքել Երևանը, չեմ արտագաղթել, բառի դասական իմաստով, բայց ես հասկացա, որ ուզում եմ կյանքիս այս փուլը ուրիշ տեղ ապրեմ, ուրիշ մարդկանց մեջ ապրեմ, ուրիշ երկրում ապրեմ եւ այլն։ Ու արեցի այդ վիզան ու եկա։ Իսկ երեխայի պահը իրականում պատահական համընկավ։ Գալուց առաջ արդեն գիտեինք, որ երեխա ենք սպասում ու կրկնակի ուրախացանք, որ գալու ենք այստեղ, ինչու ոչ, թող այստեղ ծնվի երեխա։ Իսկ ինչ է այն չէր Երևանում։ Տես դու անընդհատ աշխատում էիր վերջին մի քանի տարիներին հանրային հեռուստաընկերությունում, ներկայիս իշխանությունների հետ կապված ամեն ինչ դրական էր, կառավարական տարբեր համերգներ էիր վարում, չգիտեմ իրենց համախոհներ թե ոչ, բայց այնուամենայնիվ կոնֆլիկտային որևէ բան էլ չենք նկատել մամուլում։ Ինչն էր քեզ ստիպում դուրս գալ քո երազած Հայաստանից։ Շատ հետաքրքիր բան ասացի, ներկայիս իշխանությունների հետ, ասեմ, որ մեր գործընկերներից շատերը ինձ նեղացել են, որ ես վարում էի կառավարական համերգները այսօրվա, բայց ես այդ համերգները չեմ վարում ինչ որ մեկի համար, ով ունի պաշտոն, հա, այդ նույն բանն է, ոնց որ այդ դահլիճի հավաքարարին ասես ինչի ես հավաքում ես դահլիճը, նույն բանն է, ոնց որ ինձ ասում են ինչի ես վարում այսօրվա կառավարական համերգները։ Ովքեր էին ասում։ Չեմ ասի ովքեր էին ասում, բայց շատ լավ ճանաչում ես, մարդիկ ում ես շատ սիրում ու հարգում եմ, դա ոչ մի նշանակություն չունի, բայց հիմա այդպես են մարդիկ մոտենում այդ հարցին, այդպես են ընկալում։ Եվ ես հատուկ ոչինչ չեմ արել ոչ մեկի այդ լավ կամ վատ լինելու համար, երբեք։ Իմ քաղաքական հայացքները միշտ բարել եմ ինձ, որովհետև գտնում եմ, որ իմ կարծիքը արտահայտելուց կամ չարտահայտելուց էական ոչ մի փոփոխություն չի լինի, ու գտնում եմ, որ մենք բոլորս չունենք ինֆորմացիայի բավարար քանակությունը ճիշտ հետևություն անելու համար։ Հետևաբար անիմաստ եմ գտնում այդ Կարծում ես, որ որևէ բան չի փոխվի, որովհետև իշխանությունները չեն լսում հանրային կարծիքին, թե քո հանրային խոսքի կշիռը այնքան մեծ չէ, որ բան փոխի։ Միգուցե երկուսը իրար հետ, միգուցե ու ես նախընտրում եմ չմտնեմ այդ թեմաների մեջ։ Ու եթե շատ ավելի գլոբալ խորանանք, բոլոր սցենարները վաղուց գրված են, ոչ ես ոչ դու չենք խանգարել սցենարների իրականացմանը։ Ես այսպես եմ մտածում։ Ինչ էր Երևանում։ Երևանում ամեն ինչ էր, ամեն ինչ շատ լավ էր, ուղղակի ես հասկացա, որ շատ եմ ընկել կոմֆորտի զոնայի մեջ, ու դա ինձ արդեն դուր չէր գալիս։ Ամեն ինչ իրոք շատ լավ էր, հա, այս շաբաթը մի համերգ էի վարում, օրինակի համար, չգիտեմ, ֆիլհարմոնիայում Արամ Խաչատրյանի անվան եւ այլն, կորպորատիվները, արսանիքները միշտ կային, այսինքն ֆինանսական ոչ մի դժվարություն խնդիր չկար, ուղղակի ես հասկացա, որ ինձ անհետաքրքիր է արդեն այդ ամենը դարձել։ Ամեն ուրբաթ կամ շաբաթ օր նույն բանը, եթե առաջ կար էնտուզիազմը, ինչ որ հուզմունք կար, թրթիռ կար եւ այլն, հասկացա, որ ամեն ինչը վերացել է ու օքեյ, լավ։ Հերիք է երևի այս բայ համար։ Ու համել մտածեցի, որ քանի 60 տարեկան չեմ, ճիշտ ժամանակը հիմա է, եթե ուզում եմ տեղափոխվեմ ինչ-որ երկիր մի քիչ ապրելու համար, ելիս աշեշտում եմ, դա անեմ։ Մոսկվայում ապրելու փորձ ունեցել եմ, այն աշխարհամասում, հա, լրիվ այլ մենտալիտետ, այլ մարդիկ եւ այլն։ Մտածեցի, որ պետքա գալ հիմա այստեղ ապրել, ու որ երեխան էլ ստացվեց այնպես, որ այդ ընթացքում ստացվեց, շատ ավելի ուրախացա։ Տղայիս էլ եմ բերել այստեղ մեծ, ով սովորում է, աշխատում է, կարծում եմ, այս երկրի ամենայն հարգանքով եւ սիրով մեր հայրենիքի նկատմամբ իհարկե կարծում եմ, որ գաղտնիք չի, որ ամենամեծ հնարավորությունները աշխարհում երևի թե հենց այս երկրում են, Ամերիկայում են ու
մի անգամ ենք ապրում, երևի թե սխալ կլինի չօգտագործել այդ հնարավորությունը։ Մասնագիտական իրականությունը սակայն այլ է այստեղ, եթե Հայաստանում վարում է իր ֆիլհարմոնիկի համերգները, կառավարական համերգներ, հանրային հեռուստաընկերությունում ունի իր աշխատանք, ապա այստեղ փոքրիկ ոդքասթեր են, որոնք արվում են մի հոգանոց աշխատակազմով, փոքրիկ ռեստորանային բեմեր են, որոնք արվում են կիսագինովցած մարդկանց համար, սա ինչի մասին կարող էր երազել մասնագիտական առումով։ Համաձայն եմ քեզ հետ, այդ downgrade-ին ես պատրաստ էի ու գիտեի, որ մի քիչ լինելու է այդ downgrade-ը, շատ նորմալ եմ դրան վերաբերվում, որովհետև ես ինձ այդքան լուրջ չեմ վերաբերվում, որ ասեմ, չէ, հեսա չեմ անի օրինակի համար, կամ ես չգիտեմ, այս ռեստորանի բեմի ես չեմ բարձրանա։ Ինձ համար օքեյ է։ Ես անում եմ իմ աշխատանքը, փորձում եմ այդ անեմ լավ, ամենտեղ, կապ չունի այդ բեմը մեծ է թե փոքր, եւ կարծում եմ դա է ճիշտ ճանապարհը։ Ստեղ են վարում համերգներ, իհարկե ոչ կառավարական, ոչ Արամ Խաչատրյան համերգասրահում, բայց տարբեր տեղի դե պարային խմբերի համերգներ են եղել, թե այստեղ հայտնի երգիչների հայ համերգներ են եղել եւ այլն, դեռ կլինեն։ Այդ downgrade-ին, եթե դա ես ուզում հարցնես, ես պատրաստ եմ ու մի վարքյանից ված չեմ զգում, որովհետեւ տեսնում եմ, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, թե մասնագիտական եւ թե ոչ կոնկրետ բունի մասնագիտական։ Ընդհանուր առմամբ այստեղ մի քիչ ապրելով կարելի է փոխել մասնագիտությունը, ինչը իդեպ շատ մարդիկ անում են ու շատ հնարավոր է ես գնամ այդ ճանապարհով։ Դեռ չեմ որոշել ինչ ոնց, դեռ ուսումնասիրում եմ, բայց այդ միտքը կա։ Այս պահին ես գտնվում եմ Glendale-ի Le Brand ռեստորանում։ Le Brand-ը եկել է փոխելու Լոս Անջելեսյան ռեստորանների մշակույթը ու պիտի ասեմ, որ նորաբաց այս ռեստորանի մոտ դա հստակ ստացվել է։ Այստեղ դուք կարող եք գալ եւ անցկացնել ձեր միջոցառումները մտերմիկ եւ գեղեցիկ միջավայրում եւ կարող եք գալ նաեւ ընկերների եւ ընտանիքի հետ երեկոյան։ Պիտի ասեմ, որ առաջի տպավորությունը իհարկե ինտերիերից եւ դիզայնից է, որը ֆանտաստիկ ու գեղեցիկ է եւ միաժամանակ նաեւ հյուրընկալ եւ ջերմ։ Հաջորդ տպավորությունը կարող եք կազմել սպասարկումից, որը ֆանտաստիկ է եւ հիանալի, եւ ինչպես նաեւ սնունդը բարձրակարգ եւ առաջարկվում է լայն մենյուի տեսականի, որը վստահաբար այլ ռեստորաններում չեք գտնի։ Պիտի առանձնացնեմ հատկապես ժամանցային հատվածը, թե ինչպես է Le Brand-ը առաջարկում իր ժամանցը ձեզ։ Այստեղ գործում է ֆանտաստիկ երաժիշտների բենդ, Էմանուել Հովանիսյանի գլխավորությամբ, փորձառու եւ հայտնի երաժիշտները իրենց ջազ եւ ոչ միայն ջազային կատարումներով կլցնեն ձեր երեկոն եւ այն կդարձնեն իհարկե անմոռանալի։ Պիտի պատմեմ ձեզ նաև մեներքիչների մասին, որոնք ըստիս կարողանում են իրենց կատարումներով իսկապես զարդարել յուրաքանչյուր երեկո։ Էմմա Ասատրյանը, հայտնի ջազ երգչուհին, այստեղ իր կատարումներով հանդես կգա, բոլորիս սիրելի Համլետ Գևորգյանը իր ժողովրդական կատարումներով եւս անմոռանալի կդարձնի երեկոն։ Գոհար Հովանիսյանն էլ ամենալավ տրամադրությունն է ապահովում երեկոյի ավարտին։ Այնպես որ գալով Le Brand ռեստորան, վստահ եմ լավ կանցնի ձեր յուրաքանչյուր միջոցառում կամ պարզապես ընտանեկան կամ ընկերական երեկոն։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։
Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Ավագյան Law Firm-ում ձեզ կօգնեն հաղթահարել իրավաբանական եւ օրենքի հետ կապված բոլոր խնդիրները։ Այստեղ կան շատ աշխատակիցներ, ովքեր գիտեն իրենց անելիքները եւ վստահ եմ, որ այդ ամենը արվում է սահուն եւ սրտացավ վերաբերմունքով։ Թեհմինա Ավագյանն է իմ կողքին, Ավագյան Law Firm-ի հիմնադիրը։ Ողջույն Թեհմինա, կպատմեք բոլոր ծառայությունների մասին եւ ոլորտների վերաբերյալ։ Մեր փաստաբանական գրասենյակը ընդլայնել է իր գործունեությունը եւ այժմ բացի էմիգրացիոն գործերից մենք իրականացնում ենք նաեւ մարմնական վնասվածքների հետ կապված գործեր, ինչպես նաեւ Lemon Law-ի հետ կապված գործեր։ Այստեղ ամենահետաքրքիր նորությունը այն է, որ իրավաբանների թիմը ընդլայնվել է եւ ավելի մեծացել է։ Եվ յուրաքանչյուր մասնագետ արդեն նեղ մասնագիտացման տեսանկյունից է աշխատում, ընտրելով այն ոլորտը, որը բնականաբար իհարկե ձեր кейսը համապատասխանում է։ Բայց եւս մեկ լավ նորություն կա, որ кейսը չի նայում ընդհանրապես մի իրավաբան եւ ընդհանրապես մեկի կարծիքի հիման վրա չի ձևավորվում փաստորեն ուղղությունը, թե ինչպես պիտի աշխատի իրավաբանը։ Այստեղ մեծ թիմ է, որոնք յուրաքանչյուրն ունեն իր տեսակետը եւ յուրաքանչյուրը սեղանին դնում է իր փորձառությունը։ Այնպես որ գալով այստեղ վստահ եմ ձեր հարցերը իսկապես կգտնեն լուծումներ։ Պատմեք ձեր հոգեվիճակի մասին, մայրենալուց հետո լույս աշխարհ է եկել ձեր որդին։ Новая жизнь совершенно. Вы счастливы, да? Да, ну первые дни, конечно, такое немножко трансовое состояние, естественно, физиология, но И потом մեծ փոփոխություն ա ձեր կյանքում, քանի որ Միացյալ Նահանգներ եք տեղափոխվել, ես վստահ եմ դա էլ չէ, այդպես որոշակի էմոցիոնալ զգացողություններ ամեն դեպքում ձեզ մոտ առաջացնում է։ 100% моя жизнь разделилась на до и после. Вот до поездки сюда, я приехала сюда уже как раз на первом месяце беременности. Соответственно, вообще и новое состояние, и так у меня физиологически еще и вообще все заново. Все заново, но я очень рада, что это с нами происходит. Ну вы рады, вы счастливы. Да, это самое главное. Расскажите, как вы встретились, как вы познакомились с Арманом? Мы познакомились довольно давно на мероприятии. Я диджей, я играла там, выступала, он как ведущий работал. Ну, собственно, так мы познакомились, потом дружили, у нас общих знакомых много. Ну, сначала была дружба, потом влюбленность, да? Наверное, да. Как у тебя, я не знаю. А как вы влюбились в Армана? После чего? Кстати, после чего? Что ты такое сделал? А что вы цените в нем? Вот что самое главное, что зацепило вас? Пришел, увидел, победил. Это про него. Такой. И энергия у него очень созидательная. А что вы думаете, на кого больше похож ваш сын, на Армана или для вас? Все говорят на меня, но мне кажется, он смешанный. Я вижу, что есть даже вот уже проявления характера какие-то не мои. И аппетит у него точно его. А какой у него характер, что видно сейчас? Ну, он более такой... Спокойный или нет? Или... Он как бы вроде бы спокойный, но то, что ему надо, получает. Вот, Как Арман, да? Մամայիս երազանքն է, որ թորներից մեկը երեխեքը արդեն չի ստացվել կապույտ աչքերով լինեն, դեռ կապույտ աչքերը հուսանք ցենց էլ կմնա, բայց ինչքան գիտեմ փոխվում է ժամանակի ընթացքում, դեռ Էվելինայի Դանին ամենակ կապույտ աչքա,
Հուսանք ես մեր երիտասարդն էլ ուրախացնի։ Արմ երջանկության զգացողություն քո կնոջ մոտ կա, չնայած այս դժվար փուլին, որ տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ, դժվարությունները երևի ավելի հեշտ են, չէ՞ թվում, երբ կա համալրում ընտանիքում։ Իրականում մեր չի ասի, որ դժվար փուլ է, չեմ հիշում հարցը չեմ հիշում խոսել եք թե չէ, բայց ես Մոսկվա տեղափոխվել եմ մի անգամ, այդ դժվար փուլ էր։ Ամերիկան նենց հյուրընկալ տեղ է, երևի Լոս Անջելեսը, հա, ասենք, նենց հյուրընկալ տեղ է, որ չի ասի, որ ինչ-որ մեծ դժվարություններ են եղել, ու հա, երբ որ գիտես, որ պետք է երեխա ունենաս, հետո երեխան գալիս է, արդեն ժամանակ էլ չունես այդ դժվարությունները երևի զգալու, հասկանալու, որտեղ ուղղակի դի քո գործը անես, որպես տղամարդ պետք է քո ընտանիքի համար ապահովես, դες անգլերենից բառացի թարգմանած էլի։ Իսկ կնոջ հետ մշակութային տարբերություններ կա, թե ամեն դեպքում դուք կարողացել եք գտնել ընդհանուր։ Դա շատ հեշտ է, որովհետև ես մեծացել եմ ֆիզիկայի ինստիտուտում, ֆիզգարադուկում, որտեղ եղել է ռուսական մշակույթ, ռուսական մանկապարտեզ, տատիկ պապիկս Ռաստովից են, չնայած պապիկս հայ է, բայց մեկը հայ, այդ ռուսական մշակույթը միշտ եղել է, ես Մոսկվայում ապրել եմ, չի ասի, որ ինչ-որ նոր բան է ինձ համար, ու չէ, հակառակը, մենք շատ լավ իրար հասկանում ենք, մշակութային մեծ տարբերություններ չունենք, կարևորը երաժշտական ճաշակը պլյուս մինուս նույնն է, դա շատ կարևոր է, ու չի ասի, որ ինչ-որ մեծ տարբերություններ կան։ Քո գալուց որոշակի ամիսներ առաջ դադարեցվեց քո աշխատանքը հանրային հեռուստաընկերությունում։ Ամիսներ չէ, տարի առաջ, այո։ Եվ իմ ունեցած տեղեկություններով կար կոնֆլիկտ հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի հետ, իսկ կոնֆլիկտը առաջացել էր քո ոչ սթափ վիճակում եթերի կամ ժողովի ներկայանալու հետ կապված, արդյոք այդ ինֆորմացիան ճիշտ է եւ եթե կոնֆլիկտ կար, ապա ինչու այդպես ստացվեց։ Չէ, Վիրաբան Տիգրանի հետ կոնֆլիկտ չկար։ Ոչ սթափ ներկայանալու եթերի այդպիսի բան երբեք իմ կյանքում չի եղել, դա բոլոր իմ գործընկերները կարող են փաստել։ Ժողովի չեմ հիշում, բայց հնարավոր է։ Չէ, իրականում ֆորմալ առիթը ժամանակավորապես դադարեցնելու համագործակցությունը, ես այդպես եմ ասում ու պնդում եմ, դա այն էր, որ ես մի օր չեկա տեխնիկական տրակտի, բայց դա այնպեսի բան է, որ գիտես ինչ է երևի, հա, որ գալիս նոր տաղավար է լինում, գալիս է հաղորդավարը, նստում է, միկրոֆոնն է ստուգում, կամերաները լույսը եւ այլն, դա ինչ որ մեծ իրադարձություն չի իրականում։ Դա ֆորմալ առիթ էր, ոչ ֆորմալ ու իրական առիթը կարծում եմ այն առիթն է, որը ես միշտ ունեցել եմ այդ խնդիրը, ոչ թե ես եմ ունեցել, այլ հակառակ կողմը երևի, ես չեմ կարողանում ղեկավարությանը տալ այնքան հարգանք, ինչքան իրանք, որ ոչ թե հարգանք, այլ մոտեցում, հա, որպես ղեկավարի, ինչքան որ իրանք ակնկալում են ընդհանրապես աշխատողներից։ Ամբողջ կյանքից մոտ դա եղել է ու միշտ դրա պատճառով ես տարբեր տեղեր տարբեր կոնֆլիկտներ եմ ունեցել, բայց չեմ պատրաստվում ոչինչ փոխել ճիշտն ասած, որովհետև դա Տես, բայց դա կարող է նաև կողքից այլ կերպ ընկալվել, դա ես հասկանում եմ, որ բնավորության հարց է եւ տեսակի հարց է, բայց միևնույն ժամանակ, երբ դու ավելի մեծ փորձառություն եւ անցած ճանապարհ ունես որպես հանրային դեմք, մյուս հաղորդավարներից, ովքեր քեզ հետ աշխատում էին նույն նախագծում, կարող է տպավորություն ստեղծվել, որ դու աստղային հիվանդությամբ ես տառապում կամ գոռոզ ես քեզ պահում եւ այլն եւ չես գալիս տեխնիկական տրակտին, ինչը իրականում շատ կարեւոր է եւ բավականաչափ ճկուն չես քո շփման մեջ պրոդյուսերների հետ եւ դա կարող է կողքից թողել այդ աստղային հիվանդություն ունեցող մարդու թողի դա պարտադիր չի որ իրականություն լինի թողած տպավորությունը ու միշտ այդպես էլ եղել է ինձ չճանաչող մարդիկ միշտ մտածել են որ ես գոռոզ եմ ինքնահավան եւ այլն հետո 5 բար շփվել ենք հասկացել են որ չէ ես սովոր եմ դրան այդ օքեյ է աստղային հիվանդությունը ինձ մոտ եղել է անցել է 19-20 տարեկանում այդ լրիվ անցած էտապա ես շատ սթափ եմ նայում ամեն ինչին իմ աշխատանքին ու գիտենք աստղերը ովքեր են իրանց կողքը կանգնելու համեմատվելը թե տաղանդի թե աշխատասիրության առումով կարծում եմ եթե adekvat մարդ ես մի քիչ սխալ կլինի Աստղային շրջան քո կյանքում եղել է դեռ այդ պատանեկան տարիներից երբ դու եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանը ամենակննարկվող եւ ամենագեղեցիկ զույգերից էիք։ Դուք էլ ես ամսագրում կարծեմ հաճախ անդրադառնում եք։ Մշտապես աչքի առաջ պահելով ձեր հարաբերությունները, Աննան Կոկչյան ամենասկանդալային դեմքերից էր եւ մինչեւ հիմա ես կարծում եմ որ հեռուստատեսությունը կորցրել է նրանով իր գույներից մեկը, անկախ իր մարդկային տեսակից կամ անկախ
այն ամենից ինչ կատարվում է իր կյանքում, կադրում նա ֆանտաստիկ է եւ կատվի դրախտներ վարում, որը տես կիսասեքսուալ, բայց ինտելեկտուալ բովանդակությամբ ֆանտաստիկ հաղորդումներ են տարիների համար, ինքն էլ իսկապես կարողանում էր մոգական լինել կադրում։ Դու էլ այդ ժամանակ տեսակ, գույն էիր երիտասարդության խորհրդանիշ եւ այլն, եւ ձեր համատեղ լուսանկարները հայտնվում էին պարբերականներում, դուք անընդհատ աչքի առաջ էիք, ձեր առաջնեկը երբ լույս աշխարհի եկավ, էլի բոլորս գեղեցիկ ընտանիքի մասին էինք գրում եւ այլն։ Եվ տեղի ունեցավ մեծ սկանդալ։ Այն տարիների համար ամենամեծ աղմկահարույց դեպքերից մեկը Աննա Կոկչյանը քեզ դավաճանեց Սոս Ջանիբեկյանի հետ, ով նոր էր սկսում իր կարիերան որպես դերասան եւ անմիջապես տեղի ունեցավ բաժանումը, դու էլ չթաքցրեցիր այդ իրողությունը, քո կարծիքը ասեցիր եւ այլն։ Հիմա երբ հետ ես նայում այդ տարիներին, ինչ ես զգում նախ առաջին հերթին։ Առաջինը ժամանակագրությունը մի քիչ սխալ ներկայացրեցիր, ոչ թե սկզբից սոսի հետ կապը եղավ, հետո բաժանվեցինք, այլ մենք արդեն տևական ժամանակ բաժանվել ենք, հետո եղավ սոսի հետ կապը։ Հարցը ո՞րն էր։ Հիմա երբ հետ ես նայում ինչպես ես դա զգում, իսկ ինչ վերաբերում է ժամանակագրությանը, մամուլում այդպես է շրջանառվում։ Դե մամուլին այդպես էր հարմար, բայց առաջին աղբյուրից եւ տարբեր վարկածներով դա այնուամենայնիվ տեղի էր ունեցել եւ պարզապես դուք այդպես եք ներկայացնում։ Լավ, հիմա դա կարևորը դա չի, կարևորը Չէ, բայց դա կարևոր պահ է իրականում, դες օրինակ ես չգիտեի, որ մամուլում չեմ հետևել տենց շատ ուշադիր, չգիտեի, որ մամուլում այդպես է ժամանակագրությունը եղել, դա կարևոր պահ է։ Դե բաժանվելուց հետո չեն դավաճանում, ամուսնալու ընթացքում են սովորաբար դավաճանում։ Դե հա, բայց այդ դավաճանության վարկածը օրինակ քեզնից եմ լսում ես հիմա, դա կարևոր է շեշտել, որ դա եղել է հակառակը, մենք սկզբից բաժանվեցինք, ոչ իմ նախաձեռնությամբ, դա էլ պետք է փաստենք, որոշ ժամանակ հետո այդպես Երևանում ապրելուց հետո ես հասկացա, որ ինձ շատ դժվար է Երևանում ապրելը, որովհետև ես չէի համակերպվում սկզբից այդ իրողության հետ, ու ես գնացի Մոսկվա։ Անցավ էլի որոշ ժամանակ մի քանի ամիսներ, կես տարուց ավել կարծեմ, հետո նոր արդեն ես էլ Մոսկվայում իմացա, որ ուրիշ պատմություն է սկսվել։ Հիմա որ հետ եմ նայում, իհարկե դա այդ շրջանը շատ ցավոտ շրջան էր ինձ համար, որովհետև ես էլի տես կարող է կողքից տպավորություն լինի, որ Դոն Ժուան կերպար կարա լինի, կանայք աղջիկներ եւ այլն, բայց իրականում հոգում ես այդ առումով իդեալիստ եմ եւ ես ինձ համար պատկերացնում եմ իդեալական կյանքի պատմություն թորներով, հա եւ այլն։ Թորներ էլի կլինեն, բայց համատեղ չենք մեծացնի երևի Աննայի հետ։ Եվ երբ որ այդ մեր բաժանությունը տեղի ունեցավ, ինձ համար դա մի քանի առումով էր շոկ, առաջինը որովհետև 21 տարեկան էի, հա, այն ժամանակ բնականաբար այլ էմոցիաներ, բարձ զգացողություններ եւ այլն, եւ երկրորդը որ կոտրվեց այդ իմ իդեալական ապագայի տեսլականը։ Մոտավորապես sense, չեմ զղջում ոչ մի բանի համար, մի պարզ պատճառով, որովհետև տղաս 19 տարեկան է հիմա, իմ հասակի է համարյա, այդքանով ամեն ինչ ասված է։ Իմպլանտում ատամնաբուժական կլինիկա։ Կլինիկան ղեկավարում է ատամնաբուժ Սարգիս Փափազյանը եւ իհարկե նրա հետ միասին աշխատում է մի ողջ բուժ անձնակազմ։ Դե ինչ, ատամնաբուժարանները շատ են, ատամնաբուժները շատ են, իդեպ որակյալ ատամնաբուժները շատ են, սակայն կուզենայի իմանալ, դոկտոր, թե ինչով եք հատկապես դուք առանձնանում, որն է ձեր առավելությունը, ձեր կլինիկայի առավելությունը։ Իհարկե, նախ շնորհակալություն ձեր այցի համար։ Նշեմ, որ իմպլանտումը մենք ունենք 3 տարբեր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ռուսաստանում։ Ու մեր գլխավոր առավելություններից մեկը այն է, որ մենք բոլորս համագործակցված աշխատում ենք, այսինքն գործողություններ կա, որ սկսվում են այստեղ, վերջանում են Հայաստանում եւ հակառակը սկսվում են Հայաստանում եւ վերջանում են այստեղ։ Մենք բավականին մատչելի ենք մեր հասարակության համար ամեն առումով ու ինչպես դուք լավ գիտեք, մեր տեխնոլոգիան համապատասխանում է Ամերիկայի ստոմատոլոգների ասոցիացիայի պահանջներին եւ մեր մնացած կլինիկաները նույնպես, սա մենք կարողանում ենք առանց ոչ մի խնդրի իրար հետ համագործակցել եւ ստանալ բարձրագույն արդյունք։
Դե ինչ դա մեծ առավելություն է, դրա մասին ես արդեն նշեցի եւ կարծես թե համախմբված ընտանիքի նման է աշխատում իմպլանտումը իր բոլոր մասնաճյուղերում եւ բժիշկներն համագործակցում են մեկը մյուսի հետ, արդյունքում կարևորելով պացիենտի առողջությունը եւ իհարկե այն վերջնական արդյունքը, որով պացիենտը լիարժեք կարողանում է ժպտալ եւ հիշել ձեր մասին միայն լավ խոսքերով։ Ուրախ եմ համագործակցության համար եւ կարծում եմ դեռևս կունենանք բազմաթիվ առիթներ ձեզ ներկայացնելու իմպլանտումի եւ մասնավորապես բժիշկ Սարգիս Պապազյանի ղեկավարությամբ Լոս Անջելեսում գործող կլինիկայի մասին լավ նորություններ։ Դուք արդեն տեսաք Լոս Անջելեսյան իմպլանտում դենտալ կլինիկի մասնաճյուղը եւ վստահ եմ, որ արդեն այցելելու եք եւ ցանկացած խնդրի պարագայում, ինչպես նաեւ չեկափերի պարագային այնտեղ լավագույն մասնագետները կօգնեն ձեզ գեղեցիկ ու առողջ ժպտալ։ Իսկ այս պայն ես գտնվում եմ Երևանում եւ պատմելու եմ ձեզ երևանյան մասնաճյուղերի մասին։ Իդեպ Երևանում գործում է 2 մասնաճյուղ իմպլանտում դենտալ կլինիկի եւ 1 կոսմետոլոգիական ծառայությունների համար, էսթետիկ գեղեցկության համար նախատեսված իմպլանտում էսթետիկ կլինիկան, ինչպես նաև Մոսկվայում կա մասնաճյուղ, այդ մասին եւս չենք մոռանում։ Այս պայն մենք գտնվում ենք Երևանի մասնաճյուղերից մեկում, իմպլանտում կլինիկայի եւ պետք է նշեմ, որ այստեղ աշխատակիցները չափազանց նրբանկատ են եւ իհարկե գեղեցիկ ու բարի ժպիտներով, բայց որ ամենակարևորն է, իմ ուշադրությունը գրավեցին երեխաների ժպիտները, ովքեր գալիս են ժպիտով եւ լքում են նաեւ տարածքը ժպիտով։ Արդեն նշել եմ, որ գործում է իմպլանտում Kids մանկական ատամնաբուժական բաժանմունքը այստեղ Երևանում, հույս ունենանք, որ շուտով կգործի նաեւ Լոս Անջելեսում։ Ողջույն, այս պայն ես գտնվում եմ Գլենդելի ամենահյուրընկալ եւ ամենահամեղ ռեստորաններից մեկում, խոսքը Elysee House-ի մասին է։ Մենք այստեղ հաճախ ենք լինում եւ բնականաբար իհարկե լավ մթնոլորտը, լավ սպասարկումը այստեղ ամենակարևորն են։ Իմ կողքին է Արմինեն, ով գլխավոր մենեջերն է, general manager-ը, ով կարողանում է իրավիճակը կառավարել ամենաանկառավարելի անգամ դեպքերում։ Ողջույն Արմինե, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Արմինե, ուզում եմ այսօր խոսենք հատկապես տոնական օրերից, ինչ առաջարկներ ունի Elysee House-ը տոների կապակցությամբ։ Նախ ողջունում եմ, Մհեր ջան, շնորհակալ եմ, որ այցելել եք մեզ։ Տոնական օրերին կապակցությամբ ունենք թուգոներ, առաքումներ, ունենք հատուկ փաթեթներ նախատեսված տոնական հավաքույթների համար, ընկերական, ընտանեկան, կորպորատիվ, ունենք առանձնասենյակներ, հատուկ մեր այնպիսի մարդիկ կան, որ ուզում են առանձին նստել, առանձնանալ, դրսում ունենք, ասեմ նոր տարվա գիշերը արդեն դրսում սահմանափակված է։ Երբ գալիս ենք, տեղ չի լինում, եթե նախապես պայմանավորված չենք լինում, ամրագրած չենք լինում, որովհետև բոլորը սիրում են ձեր խոհանոցը ու սպասարկումը։ Ամեն դեպքում կան դեռ տեղեր ամանորյա օրերի համար։ Շատ սահմանափակ է, բայց առայժմ մի քանի տեղ ունենք։ Հիանալի է։ Ես ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ հավաստիացնել եւ դա ասում եմ ամենայն անկեղծությամբ, որովհետեւ սա գովազդի համար չի ասվում միայն, այլ պարզապես դες տեղեկացնելու իմ փորձառությունից ելնելով, որ այստեղ իսկապես շատ լավ ուտելիք է եւ որ ամենակարևորն է լավ մարդիկ են աշխատում, իսկ այդ աուրան եւ մթնոլորտը փոխանցվում է ձեր միջոցառմանը, ձեր հավաքույթին եւ ամեն ինչ դրական միջավայրում են։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Այս պայն մենք գտնվում ենք Գլենդելում ամենագեղեցիկ զարդերի խանութ-սրահներից մեկում։ Խոսքը Ari Depot-ի մասին է, որն առաջարկում է լավագույն ոսկյա եւ թանկարժեք զարդերի հավաքածուները։ Այստեղ գործում է իհարկե լավագույն գնային քաղաքականությունը եւ միաժամանակ իհարկե դիզայներական ֆանտաստիկ լուծումները։ Իմ կողքին բրենդի համահիմնադիրն է Եվա Պողոսյանը, ողջույն Եվա։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Եվա, մոտենում են տոները եւ զարդեր գնելը շատերի համար ավանդույթ է, նաեւ նոր տարվա կապակցությամբ եւ նվերների տեսքով։ Ինչ նորություններ կան եւ ինչ առաջարկներ կան տոների հետ կապված։ Շատ գեղեցիկ տարբեր գների եւ մատչելի եւ շատ թանկարժեք գեղեցիկ զարդեր ունենք, branded եւ մեր ուրիշ բրանդերի, ունենք արծաթյա, ոսկե պատած եւ ռոդիում պատած եւ ունենք շատ գեղեցիկ թենիս նեկլեսներ եւ բրասլետներ։ Եվա ջան, մենք սիրում ենք միշտ խոսել փաստերով եւ ցույց տալ այն ամեն ինչի մասին խոսում ենք։ Եկեք միասին ընտրենք 3 մատչելի տարբերակ եւ 3 ոչ այնքան մատչելի, բայց արժանի տարբերակ։
Շատ լավ։ Եվայի հետ միասին մենք ընտրեցինք 3 տարբերակ՝ մատչելի, միջին եւ ոչ այնքան մատչելի, բայց արժանի եւ գեղեցիկ տարբերակ։ Կխնդրեի պատմեք զարդերի մասին եւ նաեւ որոշակի գրային քաղաքականությանն էլ ծանոթացնեք։ Մենք ունենք արծաթ ոսկե պատած գեղեցիկ կոմպլեկտ, որը որ inspired by the Palace of Versailles, այսպես ասած, որ իր գեղեցիկ ինքը Վերսալյան, այո, թեմայով, այն ամեն ինչ, որ արծաթ ոսկե ջրած է, նաև կարող են custom order-ներով պատրաստվել մաքուր ոսկով, տարբեր թանկարժեք քարերով, մեծ սիրով, շատ գեղեցիկ եւ մատչելի նվեր է եւ ինչպես որքան գնային քաղաքականություն, որքանի գումարի մեջ է պատանվում։ Սկսած $150-ից մինչև 60,000 Ընտիր գնացինք միջին տարբերակը։ Այո, միջին տարբերակը ունենք ոսկյա խաչեր, սա մեր բրանդի copyrighted խաչերն են, որոնք որ ունենք դայմոնդներով եւ ոսկի եւ ունենք սրա արծաթյա տարբերակները։ Սա ֆանտաստիկ նվեր է, ժողովուրդ ջան, եւ ոչ այնքան թանկ, բայց այնուամենայնիվ օրիգինալ եւ տարբերվող։ Եվ իհարկե բոլոր նրանց, ովքեր նախընտրում են թանկարժեք զարդեր, այս տարբերակը եւս կարող է Այո, մենք ունենք գեղեցիկ բնական դայմոնդներով եւ լաբորատոր դայմոնդներով կարող ենք ունենալ tennis necklace-ներ, bracelet-ներ, pendant-ներ, գեղեցիկ շղթաներ, մի խոսքով ինչ որ կցանկանաք։ Համեցեք Արիդիպո, այստեղ կա ֆանտաստիկ մեծ տեսականի դիզայներական թրիչքը, մտքի իհարկե սավառնում է երկնքում եւ արդյունքում ստացվում են զարդեր, որոնք դառնում են ձեր երջանկության եւ սիրո դրոշման նիշ։ Այցելեք Արիդիպո։ Տղամարդկային արժանապատվության տեսանկյունից ինչպիսին էին քո ապրումները, որովհետև Աննան մամուլում այն տարիների համար դա բավականին սկանդալային էր։ Ինձ հետ զրույցում ասում էր եւ դա որպես վերնագիր նաեւ ամսագրում տեղադրեցինք եւ այլն, որ Արմանը թույլ տղամարդ էր, ինձ պետք էր ուժեղ տղամարդ, հետո արդեն համեմատություններ գնացին մամուլում եւ մարդկանց քննարկումներում քո սոսի միջև ներկայացնելով սոսին ավելի շահեկան լույսի ներքո եւ այլն։ Այ քո դեպքում այդ ապրումները ինչպիսին են։ Բնականաբար երևի թե հաճելի չեմ հիշի հիմա, անկեղծ ասեմ, բայց վստահաբար հաճելի չէր դա։ Բայց քեզ խորհուրդ եմ տալիս մի հատ էլ Աննայի հետ զրուցես, եթե ունես այդ ցանկությունը, ու թարմացնես ոնց որ update-ներ անես, վստահ եմ մի քիչ այլ ինֆորմացիա կստանաս։ Գիտես ոնց մեր հիմնվել այդ երիտասարդ ոչ այդքան կյանքի փորձ անցած ու ոչ այդքան կասեմ խելացի մտքերի վրա ու հիմա շատ խորանալ ու մտածել սխալ եմ համարում, որովհետև 21 հիմա գիտես ինչ տղայս որ նայում եմ 19 տարեկան է, 19.5, հա, շուտով 20 կլինի ու հասկանում եմ, որ ես 21 է, երբ որ ինքը ծնվեց։ Ես նոր հասկանում եմ, թե ինչքան ես երեխա եմ, երբ որ ես երեխա ունեցա։ Ու հիմա լուրջ նստել քննարկել 21-22 տարեկան երեխաների վարքագիծը, մտքերը, որ եղել այն ժամանակ էմոցիաներից դրդված, չեմ կարծում, որ դա մեզ կբերի ինչ-որ ճշմարտության։ Իսկ ինչպիսին էր այդ ժամանակ ձեր համատեղ կյանքը, տենց ֆիլմ էր, հա, հիշեցնում հիմա երբ հետ ես գնում իր բոլոր էմոցիոնալ գույներով, հա։ Հա, ֆիլմ էր ու մենք Կատվի դրախտի հիշատակեցիր աննոտացիա հաղորդում կար։ Մենք այդ ամեն ինչը երկուսով էինք անում։ Production-ն էլ։ Մենք պայմանավորվել էինք հեռուստաընկերության հետ, հմեկ Երևանն էր այդ ժամանակ, Նորալիքը հետո դարավ։ Նորալիքի հետ պայմանավորվել էինք եւ մենք ինքներս ես համ օպերատորն էի, համ լույսն էի դնում, համ մոնտաժում էինք տանը համակարգիչ ունեինք եւ ես ինքս մոնտաժում էի այդ բոլոր հաղորդումները։ Հա մենք 24 ժամ իրար հետ էինք, 24 ժամ ապրում էինք, աշխատում էինք, հետո տղաս ծնվեց, ինչ փոխվեց կյանքը։ Հետագայում դուք որպես ծնողներ ինչպես տրանսֆորմացիայի ենթարկվեցիք, ինչպես համատեղ, բայց նաեւ առանձին ընտանիքներում շարունակեցիք մեծացնել ձեր որդու։ Սկզբից շատ բարդ էր, որովհետև կար նեղացվածությունը, այդ տրագեդիան եւ այլն, բայց հետո ես Մոսկվայից Իսկ ով էր նեղացած ավելի շատ դու, հա։ Ես կարծում եմ ավելի շատ ես, հա։ Վստահաբար ավելի շատ ես։ Երբ որ Մոսկվայից վերադարձա, մեր մոտ չի եղել այդ խոսակցությունը, գիտես, երեխան մի մոտ ապրելու կամ իմ մոտ ապրելու։ Վերադարձա ինչ-որ ժամանակ հետո շփումը քիչ-քիչ սկսեց կարգավորվել, ու ինչ-որ ժամանակ հետո սկսեցի օրինակ զանգ ստանալ, կարաս դպրոցից վերցնես երեխային, չեմ հասնում այսօր, իհարկե կարամ։ Ու ում ոնց հարմար էր, այդպես երեխան ապրում էր, ու շատ լավ որ իրարից հեռու չէինք ապրում, Աչափնյակում էինք ապրում ու այդպես։ Այս վերջի շրջանում էլ տղաս
Դե արդեն մեծ է, ճամպրուկը հավաքում է, ես գնացի մամայի տուն, 2 շաբաթից կգամ, օքեյ։ Գնում եմ մամայի տուն, հետո 2 շաբաթից ճամպրուկով հետ էր գալիս, պարզ էր, սենյակովներ ամեն ինչը եւ այստեղ եւ այնտեղ։ Այսինքն շատ պարզ է այդ ամեն ինչը եղել, սկզբի շրջանում, հա, միգուցե ինչ որ էմոցիոնալ դրսևորումներ եղել են, բայց վերադառնանք նախորդ ասացից, երիտասարդ ենք եւ անխելք, եթե հիմա այդ ամենը տեղի ունենար, վստահ եմ շատ ավելի ճիշտ եւ անցավ կանցներ։ Դե այդ էմոցիոնալ ծանր նեղացածությունը եւ հոգեվիճակը նաեւ հավանաբար պայմանավորված էր քո էմոցիաներով նրա նկատմամբ, երբ որ տարիքում արդեն կամ ինչից հետո վերջնականապես ձերբազատվեցիր այդ էմոցիաներից Աննայի նկատմամբ։ Գիտես ոնց, երբ որ ես հասկացա, որ ուրիշ տղամարդու հետ հարաբերություն է սկսվել իր մոտ, այդ պայից սկսած ինձ համար արդեն այդ էջը փակվեց միանշանակ։ Էմոցիաները չեմ կարող կոնկրետ պահ ասեմ, բայց երևի ինչ-որ ժամանակ հետո, որովհետև մեկը ինքդ քեզ ներքուստ ուտում ես այդ քո ասած արժանապատվությունը, մանավանդ շատ դժվար է, երբ որ այդ ամեն ինչը բոլորի աչքի առջև է տեղի ունենում։ Այդ երևի ամենադժվարն է։ Դե որովհետև բոլորը հասկանում ես, որ բոլորը նայում են, քննարկում են, տես ինչ-որ անհավանական անհեթեթ տարբերակներ են առաջարկում, վստահ եմ շատ ավելի վատ բաներ են խոսում ու այդ ամեն ինչը որ հասկանում ես, նեղվում ես իհարկե վատա, բայց չես կարող ոչինչ անես դրա հետ։ Տես, Աննան ազնիվ եւ միաժամանակ էքսցենտրիկ կին է եւ իր գրեթե բոլոր հարաբերությունները եղել է մամուլի աչքի առաջ, ինքը ակտիվորեն խոսել է եւ այլն։ Երբ դու տղա ես համատեղ մեծացնում իր հետ, դա նաև այլ կերպ է ազդում նաև հավանաբար քեզ վրա, բայց միևնույն ժամանակ իրավունքի տեսանկյունից միջամտելու հնարավորություն չունես։ Դա որքանով է քեզ զայրացրել այդ ընթացքում եւ ոնց է եկել այդ հոգեբանական բալանսին հավասարակշռվածության։ Ամենաշատը երևի այդ բան էր ինձ զայրացնում, մի բան է, երբ որ հարաբերություն է, մի բան է, երբ որ հասկանում ես, որ տղայի հետ միասին մի բնակարանում ապրում է ուրիշ տղամարդ։ Այդ պահը ինձ ուղղակի դանակով կտրտում էր այդ ժամանակ, անկեղծ ասեմ, հա, ուտեղ խնդրեմ կա։ Ոչինչ չես կարող անել։ Այսինքն կարող է ուզես երեխային վերցնես քո մոտ ապրի, բայց այդտեղ էլ կանայք սիրում են, չէ՞, երեխաներով ցավացնել, ցավոք սրտի շատ կանայք սիրում են դա անել։ Ու ես էլ այդ ժամանակ Մոսկվայում էի ապրում, այսինքն իմ մոտ մի քանի հարցական էր, հա, այսինքն ես պետք է այնտեղ գործ բան եւ այլն թողեի գայի Երևան, այն որ մի կողմից չես ուզում գաս Երևան, որովհետեւ թարմ է այդ ամեն ինչը չես ուզում գաս հետ թաթախվես այդ ամեն ինչի մեջ։ Մյուս կողմից հասկանում ես, որ ճիշտ չի, որ երեխա թիմը ապրում է։ Այն մյուս կողմից էլ պետք է խոստովանեմ, որ սոսը այսպես տղա է ու այդ հարցը, հա, տեղ մի քիչ են, որ սոսի հետ մենք էլ շփվում էինք մի անգամից դրանից հետո։ Երբ որ ես իմացա, որ ինքը սոսի հետ է, ես Տոմսարա եկա Երևան 2 օրով։ Սոսի հետ դեռ ծանոթ չէինք, հերակա, ես գիտեի, որ ինքը Ջանաբեկյան կարելի։ Տղան ինքն էլ ինձ վստահաբար ճանաչում էր, բայց առիթ չէր եղել շփվելու։ Զանգեցի սկզբից, ասացի գալու եմ հեսա ու եկա։ Բայց սոսի հետ ծանոթացանք, մի քանի բար շփվեցինք ու հասկացանք, որ մենք կարանք հենց հիմա իրար հետ խմենք։ Ու տենց էլ արեցինք իրականում։ Ինձ թվում է դրանից հետո մի քիչ, երբ որ ես սոսի հետ էլ շփվեցի, ծանոթացա, տեսա, որ կարգին տղա է, նորմալ հասկանում է ամեն ինչ, ու այդ առումով իրանց վտանգ չեմ կարող ես ակնկալել, երեխայի հետ կապված այլ հակառակը, ինչև մայր տեսնում են իրար, գրկում են իրար ջերմ եւ այլն։ Կարճ է տևել այդ պիրուդը, կապ չունի, բայց առաջինն էր ու այդ ամենացավոտն էր իմ համար։ Այդ մի քիչ ընկավ իր տեղը։ Նույնիսկ այդ օր այնքան խմեցինք սոսի հետ, հետո իրար հետ ինչ որ ուրիշների դեմ կռիվ արեցինք Երևանյան, տենց երիտը հիշեցին որ Խոսքը կինո էր, իրականում ափսոս որ դա չի նկարվել կողքից, որովհետև մի օր կարելի է սցենար գրել։ Շատ հետաքրքիր։ Հա, որովհետև կերպարները երեքն էլ շատ վառ են ու պատմությունն էլ դասական պատմություն։ Համ դասական պատմությունը, համ ռոք էն ռոլը մեջը բարի իմաստային մասով ոչ միայն երաժշտական, էլի, այդ գժությունը մեջը եւ այլն իրականում։ Հիմա այ տեսնի դու ինձ ստիպեցիր հիշել,
Հիմա որ հիշում եմ, ժպիտով եմ հիշում։ Հա, ժապավենի նման է, կինո ժապավենի նման է հիմա էլ որ պատմում ենք ու ես էլ հարցը տալուց հասկանում եմ, որ տալիս եմ նաև վիզուալ պատկերացնելով այդ ամենը։ Հա, ես էլ նոր հիշեցի։ Սցենարի լավ թեմա է։ Հա։ Ու Աննայի կերպարն էլ շատ վառ։ Ռոքենրոլը քո կյանքում եղել է ծնված օրվանից։ Հորդ երաժշտության նկատմամբ սիրո, ռոքենրոլի հավատարիմ երկրպագու եւ երաժիշտ լինելու, նկարիչ լինելու, մայրը դերասանուհի, ով հայկական բեմի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, տատիկի մասին էլ ավելորդ է խոսել, բոլորիս ամենասիրելի ֆիլմի սիրելի կերպարներից մեկն է եւ քո եղբորդ մանկությունը հենց երևի թե թատրոնում եւ տենց ստեղծագործական միջավայրում ա եղել։ Արի փորձենք հասկանալ ինչպես ես դու ձևավորվել որպես անհատականություն։ Դե կարծում եմ հենց այդպես էլի։ Իրականում շատ հետաքրքիր է papa եւ mama այդ հակադրությունը ոճային առումով, որտեղ մամաս հա դերասանուհի, գիտեք, տատիկս դերասանուհի, մամաս ռոք չի սիրում, երևի հոգնել է papan այնքան է տանելս էլ իրականում այդքան շատ չի սիրում, ու իրանք կարելի է ասել այսպես հակադիր կերպարներ են ոճային առումով այդ իմաստով, հա, որտեղ papan Led Zeppelin, maman թատրոն, Շեքսպիր, պայմանական ասած։ Մի մասը եկել է papaից բնականաբար երաժշտության հանդեպսերը, չգիտեմ, ոճը կյանքում եւ այլն կինոյի հանդեպսերը, կինո, որ ասում եմ Տարանտինոյի կողմ գնացող կինոները էլի, ավելի ռոքենրոլային կինոները, այսպես ասենք։ Իսկ մամայի եւ տատիկի կողմից եկել է շատ ուրիշ բաներ։ Ես մեծացել եմ թատրոնում դրամատիկական, ինչու, որովհետեւ երբ որ փոքր էի, լույս չկար այդ ժամանակներ, մութ տարիներն էին, ու ինձ տանում էին բնականաբար հետները փորձերի։ Մի կեսը դրամատիկական թատրոնում, մի կեսը հանրային հեռուստաընկերությունում Նորքում, որտեղ մամաս վարում էր բարի գիշեր երեխաներ հաղորդումը, ու նույն տրամաբանությամբ ինձ տանում էր հետը միշտ այդ աշխատանքի, եւ մի որոշ մաս էլ երգի թատրոնում, որովհետեւ այնտեղ papas էլ այնտեղ բար կար, այդ բարում էր աշխատում այդ թվերին մութ, քերիսել երգի թատրոնի ձևավորողն էր, Շամիրը Շայրյան եւ մի խոսքով 3 հեռուստատեսություն եւ 2 թատրոն։ Այդ է եղել իմ ճանապարհը։ Մանկության մեջ չունեի ընտրություն, որտեվ այդ էր, հիմա տեղ չկար, ինձ թողնելու տանում էին հետը։ Ու թատրոնում խաղում էի բոլոր փոքր երեխաների կերպարները, դա հեշտ է, որտեվ դերասանի երեխաներն են խաղում, ավել մարդ չի գալիս եւ այլն։ Հա, այդ ժամանակ ես էի Հրաչյուն Ութմազյան, Սիրուշոներ, Մայքլ Կոտանջյան մի քիչ մեծ էր տարիքով, բայց ինքն էր այդ ժամանակ եւ Միկաներ Շարաֆյան, Լևոն Շարաֆյանի որդին։ Կարծեմ ոչ մեկին չմոռացա, հա։ Ու այդ թատրոնի երեխեքով թատրոնում էինք ամբողջ օրը։ Երբ ստեղծագործական մթնոլորտում ես մեծանում եւ ծնողները ստեղծագործական ոլորտից են, այդտեղ սերը շատ է լինում եւ նաեւ էմոցիաներն են շատ լինում, իսկ էմոցիաները միշտ չէ որ այսպես անթերի զգացմունքներ են եւ այլն, դրանք նաեւ որոշակի հակասություն կարող են առաջացնել եւ մենք էլ հավանաբար ենթագիտակցորեն կամ գիտակցված պրոյեկտում ենք մեր ծնողների հարաբերությունները։ Այ ինչպիսի մթնոլորտ էր մայրիկի եւ հայրիկի միջև էմոցիոնալ տեսանկյունից։ Էմոցիոնալ տեսանկյունից միշտ հիմնականում դրական մթնոլորտ էր։ Մայրիկը միշտ չէր սիրում, որ papan շատ բարձր երաժշտություն էր միացնում, ասես փոքր ինչ որ բաներ էր, հա։ Papas էլ ինչ որ բայր գալի, երբ ուզում էր միշտ բարձր երաժշտություն միացնել ու տանը դրա համար ամեն ինչ կար հատուկ արված։ Մայրիկս չէր սիրում, հարևանները չէին սիրում, այսինքն շատ նորմալ ռոքենրոլային վիճակ։ Մթնոլորտը տանը միշտ լավն էր, չգիտեմ ինչ պատմեմ։ Հորդ հետ ընկերներ եք եղել։ Հորս հետ ընկերներ ենք եղել։ Հիմա հայրս Բոստոնում է ապրում, Բոստոնի կողքն է ապրում։ Ինքն էլ է տեղափոխվել այստեղ։ Ընկերներ ենք եղել, միշտ որտեղ տարիքային տարբերությունը քիչ է։ Եվ այլն։ Ես հիշում եմ առաջին անգամ, երբ որ ես փոքր էինք, մի 17-8 տարեկան երևի։ Երբ որ խմած եկա տուն, լինում է բոլորիս կյանքում, չէ, առաջին անգամ գինովցած գալիս ես տուն, որ հասկանաս էլի հարաբերությունները։ Մամաս իհարկե ջղայնացավ շատ ուժեղ, որովհետև երևի չէր ուզում որ խմած գա տուն այդքան շուտ կամ ընդհանրապես, այդ papas ասես մի րոպե, սպասի, առավոտ խոսանք, հիմա այդ հիշում եմ, բեմած եւ շատ լավ հիշում եմ։ Այսինքն բալանս է եղել այս առումով տանը։ Մաման շատ հեքիաթային կերպար է, էլի, շատ բարի, էլի այդ իդեալիզմը միգուցե կյանքի հանդեպ, որի մասին քիչ առաջ խոսում էինք, մամայից է եկել վստահաբար։ Իսկ papan ավելի մի քիչ հակառակ կողմն է, ու այդ երկուսով այդ բալանսի բերել են։
Ավտոպատահարների պարագայում եւս Գրիգորյան Law Firm-ը պատրաստ է ձեզ մշտապես օգնել։ Գրիգորյան Աննան, ով այս իրավաբանական գրասենյակի հիմնադիրն է եւ չնայած իր երիտասարդ տարիքին բավականին փորձառու իրավաբան, կարող է ձեզ օգնել դատարանում եւ ոչ միայն դատարանում։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Աննա, այնպես է ստացվում, որ բոլոր accident case-երը, այսինքն ավտոպատահարների դեպքերը քո պարագային շատ բարդ լուծում ունեցող հարցեր են, որովհետեւ այստեղ գալիս են իմանալով, որ ամենաբարդ խնդիրները կարող են լուծվել, կպատմես ամենաբարդ кейսերի մասին։ Ամենաբարդ кейսերը այնքան շատ են, որ դժվար է նույնիսկ մանրամասնել նրանք։ Երբ որ кейսը մանավանդ ավտովթարների դեպքում կամ մարմնական վնասվածքների դեպքում մեր մոտ է գալիս, արդեն կոպիտ ասած այնքան խայտառակ վիճակում անում, կամ գալիս են ինչ-որ մի գրասենյակից, որ սխալ են ներկայացրել շահերը կամ ընդհանրապես չեն ներկայացրել, կամ գալիս են արդեն այն վիճակով, որ լուրջ մարմնական վնասվածքներով կամ մահ կա։ So չունենք հեշտ кейսեր եւ երբեք էլ չենք սպասում, որ ինչ-որ մեկը մեզ հեշտ кейս է բերելու։ Ամենակարևորը մեր համար այնա, որ ներկայացնենք մարդկանց շահերը եւ իրավունքները։ Մարդիկ չեն էլ կարողանում պատկերացնել, թե իրանց իրավունքները եւ շահերը այնքան շատ են abuse լինում, որ իրանք կարծում են իրենք իրավունքներ էլ չունեն, բայց իրականում ունեն իրավունքներ, եթե ունեն ճիշտ իրավաբաններ։ Այնպես որ եկեք ոչ թե գործի կեսից, այլ հենց ամենաչափես ամենասկզբից Գրիգորյան Law Firm եւ վստահ եմ, այստեղ ամեն ինչ ըստ տրամաբանության եւ օրենքի կլուծվի ձեր օգտին։ Մենք գտնվում ենք Venus Gifts խանութ-սրահում, որտեղ գիտեք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ներկայացվում են լավագույն ապրանքատեսակները, ամենագեղեցիկ եւ ամենալայն իհարկե մատուցմամբ։ Այս պայն մենք խոսելու ենք Christofel հայտնի ֆիրմայից, որը գործում է 1830 թվականից, ֆրանսիական ֆիրմա է եւ իհարկե հայ կանայք եւ տղամարդիկ գրեթե բոլորը ճանաչում են այս ֆիրման։ Այն շատ դասական է եւ միաժամանակ իհարկե timeless, մնայուն։ Պետք է նշել, որ Christofel-ը համագործակցում է Venus Gifts խանութ-սրահի հետ վաղուց եւ ներկայացված է այս գեղեցիկ իհարկե առանձին հատվածով Venus Gifts-ում։ Նաև պետք է նշենք, որ շուտով լինելու է հատուկ անակնկալ Venus-ի հաճախորդների համար։ Հատուկ piece, հատուկ իհարկե մի բան, որը հենց միայն այստեղ կարող եք գտնել։ Այնպես որ լայն տեսականին եւ բնականաբար իհարկե նոր հավաքածուները եւ լեգենդար ապրանքները Christofel ֆիրմայից կգտնեք այս խանութ-սրահում եւ ոչ միայն։ Գիտեք մշտապես, որ գալով այստեղ ծանոթանում եք նոր տեսականիների հետ եւ ձեզ համար բացահայտում ամենագեղեցիկն ու լավագույնը։ Այս պահին ես գտնվում եմ MS Tours and Travel-ում, որտեղ ձեր ճանապարհորդությունները կազմակերպվում են ամենապրոֆեսիոնալ եւ լավագույն տարբերակով, եւ որ ամենակարևորն է հնարավորինս մատչելի։ Իմ կողքին է հիմնադիրը Տիկին Մելանյան, ով այս ոլորտում ունի մեծ փորձ եւ ամենափորձառու մարդկանցից մեկն է այս ոլորտում։ Տիկին Մելանյան, ողջույն։ Կպատմեք մեզ ուղևորությունների մասին, հատկապես նավային ուղևորությունների։ Okay։ Իհարկե մենք շատ բաներ ունենք, շատ թուրեր ունենք կազմակերպված, բայց նավայինը եթե ակնարկում եք, խնդրեմ, ամենաառաջին նավային թուրը, որ կազմակերպել ենք, փետրվարին է, Սիրահարների օրվա առթիվ, ուրեմն փետրվարի 13-ից 18-ը 5 օրյա, ունենք շատ հայտնի երգիչներով համերգ Սիրահարների օրվա կապակցությամբ նորից Սևակ Ամրոյան, RP, Mr. X, Պարային խմբեր, խումբ, ավելի շուտ, համազգայինի երաժշտություն, հաճելի մթնոլորտ, ինչ ասեմ, խնդրում եմ ամրագրեք ձեր տոմսերը, որովհետև ժամ չունենք այլևս։ Այո, շատ կարևոր է ճիշտ ժամանակին ամրագրել։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը իհարկե ցանկանում են եւ մտածում են այդ ուղղությամբ, բայց այլևս մտածելու ժամանակ չկա։ Ժամանակն է զանգարել նշված հեռախոսահամարներով եւ մասնակցել այս գեղեցիկ ուղևորությանը։ Մեզ այնտեղ եւս ի դեպ կտեսնեք, այնպես որ միասին լավ ժամանակ եք անցկացնելու։ Հիանալի։ Մենք իմ շատ սիրելի տուն Լահմաջո ռեստորանում ենք, որը եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում ապահովում է լավագույն խոհանոցներից մեկը։ Պիտի ասեմ, որ նրանց Լահմաջոն ամենահայտնին է եւ բնականաբար իհարկե գաղտնի է պահվում բաղադրատոմսը։ Սակայն այդ մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ տուն Լահմաջոյում, այստեղ Միացյալ Նահանգներում կարող եք պատվիրել նոր տարվա համար ձեր նախընտրելի հայկական ուտեստները։ Հայկական ավանդական նիշլի քյուֆտայից մինչև հայկական ավանդական խոզի բուդը։
Այստեղ եթե մեկ անգամ հաց կերել եք, ապա գիտեք, որ արդար ձեռքով մաքուր եւ համեղ պատրաստված ուտեստներ են, որովհետեւ այստեղ աշխատում են խղճի բարձր զգացումով եւ որ ամենակարևորն է մեծ սիրով, հենց այդ սերն էլ փոխանցվում է յուրաքանչյուր այցելուի, յուրաքանչյուր հաճախորդի ու այն դառնում է մեր սիրելի վայրերից մեկը։ Համեցեք տուն Լահմաջո։ Տես դու շատ վառ պատանեկություն ես ունեցել, երիտասարդություն եւ անընդհատ տարբեր փարթիներ, փաբեր, միջոցառումներ, եթերներ, մասնակցում էր ինչ-որ reality show-ի, որը էլի ինչ-որ չէ, Ալֆրեդի սենյակում սկանդալային reality show-էր եւ այլն 24 ժամ տեսախցիկների առաջ էիք, ովքեր Միացյալ Նահանգներից են, դա Big Brother-ի հայկական անալոգներ, հայկական տարբերակներ եւ բոլորը նայում էին 24 ժամ եւ այդտեղ երբ հիմա ասենց փորձենք երևի թե կյանքի ավելի փորձառու կետից հետ նայել որոշակի հասարակությանը ընտանիքին կամ որևէ մեկին պրոտեստ կար չէ այդ վարքագծի մեջ անպայման այ ինչով էր այդ պրոտեստը քո կյանքում պայմանավորված անպայման ապացուցելու բան կար ու ես ասեմ որ մամաս ու պապաս դեմ էին որ ես գնայի Ալֆրեդի սենյակ ես իրանց փաստի առաջ եմ կանգնացրել շատ դեմ էին Գիտես ոնց երբ որ մեծանում ես նման ընտանիքում ինչ որ մի երիտասարդական մաքսիմալիզմի տարիքում գալիս է մի պահ երբ որ հասկանում ես որ դու ուզում ես որ քեզ ճանաչեն քեզնով ոչ թե որպես նանայի տղա կամ Էվիկի թոր կամ Տոշի տղա դու ուզում ես որ քեզ ճանաչեն որպես Արման ու գալիս է այդ պահը երբ որ սկսում ես վիզ դնել որ դա տենց լինի ու ամեն միգուցե լավ եւ վատ տարբերակ գտնում ես դրա համար Հարցիդ պատասխանը է դա իրականում, որովհետև ես ուզում եմ, հետո մի օր այդ Ալֆրեդի սենյակից հետո էր, մի օր Էվելինան զանգեց, ասում է պատկերացնում ես, ինձ փողոցում մի հատ աղջիկ տեսավ, մոտեցավ, ասում է, բարև ձեզ, դուք Արմանի տատիկն եք, չէ՞։ Այսինքն, պարզա որ Ալֆրեդի սենյակը չես համեմատի հայ այդ մարդկանց անցած ուղով, որովհետև ընդհանրապես reality show է, որը եղավ ու անցավ ու առանձնապես տաղանդ պետք չէր այնտեղ լինելու համար։ Ուղղակի քեզ TV-ով ցույց էին տալիս, այն ժամանակ էլ YouTube չկար Հայաստանում գոնե։ Ու չկար։ Հա, չկար։ Ու բոլորը առանց չափազանցնելու բոլորը ճանաչում էին։ Այդ աստղային հիվանդություն, որ քիչ առաջ ասացի, դրանից հետո եղավ։ Իսկ ո՞նց էր այդ աստղային հիվանդությունը դրսևորվում։ Քեզ դնում ես ինչ որ մեծ բանի տեղ, էլի, որը դու չկաս իրականում։ Սկսում ես մարդկանց հետ մի քիչ վերևից շփվել, գոռոզանում ես, վիրավորում մարդկանց։ Տեղ-տեղ հնարավոր է վիրավորես առանց հասկանալու այդ պահին։ Քեզ սկսում ես էշի պես պահել, էլի։ Հիմա երբ քո առաջ էին հայկական շոու բիզնեսի արտիստները, բլոգերները, եւ գալիս էին եթերների գնում էին կամ համերգների ընթացքում նրանց հայտարարում, երբ տեսնում ես այդպիսի վարքագծով մեկին, սպարկաստո նրանք քիչ չեն, ավելի շուտ պարկաստո չէ, դժբախտաբար։ Ծիծաղում ես այդ ամենի վրա։ Ճիշտ ասած չեմ նկատում, գիտես, ինձ թվում է, նա երբ որ մարդը արդեն տարիքով մեծաու կյանքի փորձ ունի ու դեռ ունի այդ աստղային հիվանդությունը, մի բան սխալ է իր, ուրեմն, չգիտեմ, հոգեբանության մեջ, մի բան են չի։ Իսկ երիտասարդների մեջ երբ որ տեսնում եմ, ճիշտ շփտում եմ, որովհետև երևի թե պետք է այդ փուլը որ լինի, բայց կարող է փուլը լինի ու անցնի։ Առողջ անցնի, ասենք ես չեմ պատկերացնում, օրինակ որ Sting-ը իրան պահի որպես աստղ, էլի, աստղային խփած։ Արման, բոլոր հաջողությունները հայտնի մարդկանց երեխա լինելու հանգամանքում վերագրվում են ծնողներին։ Սակայն բոլոր անհաջողությունները բոլոր խնդիրները, կյանքի սև փուլը եւս չի ներվում եւ անցուակայության առաջ եւ այլն։ Այ բոլորիս կյանքում լինում է, չէ՞, սև շրջան, դժվարություններ, որ ինչ որ անում ես, ոչ մի բան չի ստացվում, անընդհատ փորձեր են, որոնք ձախողվում են եւ այլն, եւ բոլորիս դեպքում դա ոչ միշտ է անցել մարդկանց ուշադրության կենտրոնում եւ այլն։ Այ քո դեպքում, երբ դու մեկնեցիր Մոսկվա, անձնական կյանքում անհաջողություններ էին, այնտեղ փորձում էիր աշխատանք գտնել եւ այլն։ Այ ինքդ ո՞նց էիր տանում այդ անհաջողությունը եւ ինչպես օրինակ չընկնել դեպրեսիայի մեջ, երբ մենակ ես դեպրեսիան էլ քեզ հետա ալկոհոլը, այնտեղ Ռուսաստանում թմրանյութերի հավանական ռիսկեր կար, չէ, դառնալ թմրամոլ կամ ոչ ճիշտ որոշումներ կյանքում կայացնելու։ Այ ինչպես ես կարողացել այդ ամենի միջից առողջ եւ սթափ դուրս գալ։ Եղել է ամեն ինչ, դեպրեսիայի մասին է խոսքը, եղել է մասնավորապես Ռուսաստանում ապրելու շրջանում ալկոհոլ շատ։ Թմրադեղեր չի ասի, որ շատ է եղել։ Այսինքն այդ բարի լայն իմաստով էլի, վախենալու իմաստով, չէ։
ակումբային ինչ-որ բաներ եղել է, բայց ոչ ավել։ Եղել եմ դեպրեսված Մոսկվայում շատ ժամանակ, նես չէ որ ես գնացել եմ Մոսկվա, ինձ այնտեղ գրկաբաց սպասել են։ Գնացել եմ ինչ-որ գործեր եմ արել, որը կյանքում չէի պատկերացնի, որ ես դա պետք է անեմ, բայց երբ որ պետք է անես, ասում when you have to go, էլի, անգլերեն։ Կես տարի Ամերիկայում անգլերեն եմ սկսել խոսալ։ Միշտ էլ խոսել եմ անգլերեն։ Միշտ։ Որովհետև սիրում եմ երաժշտություն, իսկ երաժշտությունը լեովին հասկանալու համար երկրը պետք է իմաստը հասկանաս։ Դրա համար անգլերեն եմ նաև սովորած մի մասը տենց է։ Այսինքն երբ որ պետք է անես։ Դեպրեսիան եղել է, ամեն ինչ եղել է։ Մի բա եկավ, շատ լավ հիշում եմ, 30 տարեկան եմ ես այդ ժամանակ, երբ որ վերադարձա Մոսկվայից Երևան։ Ու այդտեղ էր ամենահետաքրքիրը։ Մոսկվան լավ այդ անցանք, էմիգրացիան միշտ բարդ է։ Դա չի քննարկվում, եթե չունես իհարկե բանկի հաշվի վրա մեծ փողեր։ Իսկ ես չունեի։ Երբ որ ես հետ եկա Երևան, ես հասկացա, որ ես Մոսկվայից հետ եմ եկել ոչ մի բան ընդեղից չբերած, հետ չգցած։ Բացի այն ժամանակից աշխատել եւ այլ ծանոթներից, ընկերներից իհարկե դա մի կողմ։ Ես հետ եմ եկել իմ տավարնի վիդ, ոնց ասենք, կերպարը նաև արտաքին կերպարը կորցրած, որովհետև ինչ որ շատ չաղացած էի հետ եկել Մոսկվայից, այդ երևի հենց այդ ալկոհոլի պատճառով էր։ Ու ես հետ եմ եկել, չունեմ նույնիսկ սեփական բնակարան Երևանում, ծնողներիս հետ եմ ապրում, 30 տարեկան մեծ տղա եմ, Անրին էլ գալիս է տղաս ու տեղ այլի մնում ու ապրում։ Ու այդ ժամանակ ես հասկացա, որ շուտ մի բան պետք է անել, ու այդ ժամանակ ինձ մոտ եղավ մի հատ լուրջ դեպրեսիա, դեպի հետ նայեցի այդ 30 տարիները, հիմնականում վերջի 10 տարիները, որ ես իրականում այդ տարիները ինչ-որ անկապ գնացել են ու ոչ մի շոշափելի արդյունք իրանցից չեն բերել։ Այդ ժամանակ ճիշտն ասած իմ Մոսկվայի ընկերներից մեկը ինձ խորհուրդ տվեց մի հատ շատ լավ գիրք, որ ինձ տարավ դեպի արևելյան փիլիսոփաները, ու երևի մի քանի ամիս մտա այդ ամեն ինչի մեջ, մի հատ հոգեպես հանգստացա, հանգիստ, շնչի, արտաշնչի ու կպի գործերի, դու ամեն ինչ լավ կլինի։ Ու այդպես էլ եղավ։ Այսինքն այդ Մոսկվայի պերիոդը դնենք մի կողմ, այնտեղ շատ տարբեր բաներ են եղել, շատ բարդ է եղել իհարկե եւ այլն, բայց նաեւ շատ լավ բաներ են եղել, բայց իրական այդ վերագնահատումը կյանքի ու նոր լեվելի վրա գալը եղավ, երբ որ ես վերադարձա Երևան, հետ նայեցի ու հասկացա, որ 0 Մենք ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Gravel ծաղկի խանութ-սրահին, որը գտնվում է Գլենդելի ամենակենտրոնում Brent պողոտայի վրա։ Gravel-ում դուք կգտնեք ամենաշքեղ եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները ամենաթարմ եւ չքնաղ ծաղիկներով։ Ծաղկե փնջերի հարցում իհարկե ամենակարևորը ճաշակն է եւ ծաղիկների թարմ լինելը։ Վստահ եղեք, որ այդ երկու հանգամանքներն էլ կարևորում են Gravel-ում։ Ձեզ պիտի պատմենք իհարկե Gravel-ի նորության եւ նրանց ձեռագիր համարվող գեղեցիկ ծաղկային ձևավորման մասին, որը մնում է 1 տարի շարունակ առանց ջրի։ Համեցեք ձեզ ցույց տամ, թե ինչ ծաղիկների մասին է խոսքը։ Այս գեղեցիկ ծաղկային ձևավորումը կարող է նվեր հանդիսանալ ձեզնից յուրաքանչյուրի կողմից եւ այն մնում է 1 տարի, պատկերացնում եք անփոփոխ գեղեցիկ դիզայնով։ Իսկ հա բոլոր նրանք, ովքեր սիրում են թեմատիկ տոների կապակցությամբ զարդարել իրենց առանձնատներն ու բնակարանները, ապա Gravel-ում այդ հարցը եւս լուծված է։ Առջևում Thanksgiving-ի տոներն են։ Thanksgiving-ի համար գեղեցիկ դեկորացիաների, ծաղիկների եւ իհարկե գեղեցիկ ձևավորումների համար այստեղ լավագույն վայրն է։ Համեցեք եւ տեսեք, որքան գեղեցիկ է Thanksgiving-յան տրամադրությունը Gravel ծաղկի խանութ-սրահում։ Aroma International Marketplace-ը իմ ամենասիրած հայկական սուպերմարկետն է Լոս Անջելեսում։ Aroma-ում դուք կգտնեք միջազգային եւ հայկական արտադրության լավագույն ապրանքները, սննդային տեսակները, որոնք դժվար է գտնել մի ընդհանուր հարկի տակ։ Այստեղ Aroma International Marketplace-ում կգտնեք լավագույն համերը, որոնք ձեզ կհիշեցնեն նաեւ ձեր հայրենիքը։ Այստեղ կգտնեք նաև ամենաթարմ բանջարեղենն ու մրգերը։ Aroma-ում գործում է նաև առանձին մսի բաժին, որտեղ ձեր նախընտրած հենց միսը տեղում ամենաթարմ վիճակում կմատուցվի ձեզ։ Aroma International Marketplace-ում նաև կան ապրանքներ, որոնք արտադրվում են հատուկ Aroma-ի համար։ Aroma լոգոտիպով կգտնեք հենց այստեղ։ Առավել մանրամասն Aroma-ի մասին կծանոթանանք հենց հիմա։ Aroma-ում բանջարեղենի եւ մրգերի տեսականին թարմեցվում է ամեն օր, անկախ իհարկե եղանակից եւ մնացած այլ հանգամանքներից։
Այստեղ կգտնեք ամենաթարմը եւ լավագույնը, ինչ կա շուկայում, մեկ հարկի տակ։ Aroma International Marketplace-ում ես օրինակ ամեն անգամ գտնում եմ իմ ամենասիրելի մեղրը, որը հենց այստեղ կարելի է գտնել միայն անարատ մեղր։ Առհասարակ Aroma-ում կարելի է գտնել նաև պահածոների մեծ տեսականի, որոնք վստահ եմ ձեզ կհիշեցնեն նաև ինչու ոչ ձեր տատիկի փակած պահածոները։ Ինչպես արդեն ասացի, Aroma-ում գործում է մսի առանձին բաժինը, որը ձեզ հնարավորություն կտա շատ թարմ ստանալ լավագույն մսի տեսականին։ Պետք է նշել, որ մենք հայերս մսից լավ ենք հասկանում, այնպես որ մեզ հայերից խաբել մսի առումով չեն կարող որևէ մեկը։ Այստեղ գալով վստահեք ինձ, լավագույն մսի հնարավոր տեսականին է, որ առհասարակ առկա է Լոս Անջելեսում։ Այս բաժնում տեսնում եք Aroma-ի արդեն աղցանները եւ պատրաստի ուտեստները, այդ թվում նաև ապուրները, որոնք ձեզ հնարավորություն կտան, եթե չեք պատրաստում, վայելել տնական համեղ ուտելիք։ Իսկ հա քաղցրի սիրահարները Aroma Bakery-ում կգտնեն իրենց սիրելի թխվածքները, հացաբուրգեղենը եւ առհասարակ հացը։ Aroma-ն ձեզ հետ է յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր շաբաթ։ Այստեղից կատարեք ձեր ընտանեկան գնումները եւ կհամոզվեք, որ լավագույնը մի հարկի տակ է։ Մենք մեր սիրելի Art in Beauty Aesthetics-ում ենք, որտեղ կատարվում են գեղեցկության եւ առողջության պրոցեդուրաներ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է մեր կողքին, ողջույն բժիշկ, շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։ Այսօր խոսելու ենք ձեռքերի liposuction-ի մասին, կպատմեք ինչ է դա եւ ինչպես է դա կատարվում։ Դե բարև բոլորին, այն մարդիկ, որոնք մեզ հետևում են, արդեն գիտեն, որ մենք տարբեր պրոցեդուրաներ ենք առաջարկում ճարպը հեռացնելու համար, երբեք գուցե դեռ չենք խոսել ձեռքերի մասին, միշտ խոսում ենք փորի մասին, կրկնակզակի մասին, այսօր ես ուզում եմ մեջբերում անել ձեռքերի այս մասի liposuction-ի մասին, որտեղ կան մարմնի մասեր, քանի անգամ ես արդեն նշել եմ, իմ ամենասիրած պրոցեդուրան դա կրկնակզակին է, որտեղ դու երբեք չես կարող սա թաքցնել եւ անելուց հետո միանգամից ջահելանում ես 10-15 տարի, նույնն է ձեռքերն է, երբ որ դու հագնում ես ինչ-որ շորեր, այս ձեռքերի մասերը բաց են, այստեղի ճարպը ծանրությունից կախվում է։ Ես ուղղակի չեմ կարող վիդեոն ցույց տալ YouTube-ի համար, կարող եք մտնել մեր Instagram-ան page-ը, տեսնել հիվանդը այստեղ պարկած է, կներեք։ Սա ձեռքի այս մասն է, պարկած ժամանակ երկու փոքրիկ կտրվածք է լինում, մի հատ այստեղ, նրանք հետո ընդհանրապես հեռանում են։ Եվ կանյուլայի միջոցով կարող եք մյուս նկարի մեջ տեսնել, ամբողջ այս ճարպը հեռացվում է։ Երբ ճարպը հեռացվում է, ավելորդ կաշի հավաքվում է, դրա դեմ ինչպես կարելի է։ Տեսեք, շատ կարևոր է, որ ես հաճախորդներին տեսնեմ, որտեղ բոլորը չեն, որ ճիշտ կանդիդատն են մեր։ Եթե մենք ընտրում ենք եւ դա մեր համապատասխան հաճախորդն է, լազերային մեքենան նաեւ ձգում է այդ մաշկը, դեռ չենք ունեցել խնդրեմ, որ ավելորդ մաշկը կախվի։ Շատ լավ, այսօրվա համար այսքանը, հաջորդ անգամ կխոսենք կրկնակզակի մասին, այնպես որ հետևեք մեզ նաեւ հաջորդ թողարկմանը։ Մի թեմա կա, որը շատ նուրբ թեմա է եւ միշտ չի գրեթե երբեք ռիսկ չեմ արել այս մասին հյուրերի հետ խոսալ, որովհետեւ որպեսզի դա չվերածվի ռոպագանդայի եւ միաժամանակ նաեւ սա թեմա է, որ երիտասարդության համար մեծ խնդիր է եւ ահազանգ է եւ քանի որ քո դեպքում գիտեմ, որ դա այդպես չի եւ այդ մտավախությունը չկա եւ քո կյանքը սթափ է անցնում եւ տեսնում եմ քեզ ամենատարբեր երեկույթներին, ամենատարբեր իրավիճակներում եւ գիտեմ, որ նման խնդիր չկա, բայց եղել է ինչ որ կարճ շրջան, որ ինքդ նոր ասացիր, ինձ թվում է, որ քո խոսքը հիմա շատ արժեքավոր եւ կարեւոր կլինի այն երեխեքի համար, ովքեր անցնում են իրենց կյանքի սև շրջանով ու չեն հասկանում, որ դա թունելի վերջում վառվող լույս չի, այլ հակառակը տանում է դեպի անդունդ կամ փակուղի։ Եվ մարդ ով որոշակիորեն այդ ռիսկային գոտում եղել է ու հաղթահարել է դա պատվով եւ արժանապատվորեն ու հիմա առողջ եւ սթափ էստեղ նստած է, ինձ թվում է ավելի լավ մեկը չկա, որ այդ երեխեքի հետ հիմա խոսի այս պլատֆորմով։ Մենք ցավով այսօր եւ Հայաստանում եւ այստեղ հայերի շրջանում ոչ միայն հայերի տեսնում ենք երեխեքի դեռահասների, ովքեր տարվում են այդ ֆիլմային կադրերով, ակումբային կյանքով եւ ցավոք չարիք թմրանյութերը դառնում են այդ երեխեքի ուղեկիցը, իսկ թմրանյութերը չարիք են եւ պետք չէ օգտագործեք, դա ոչ միայն որպես disclaimer, այլ նաեւ այսպես ասեմ։ Հաստատում եմ։ Ոնց անցնեն երիտասարդները այդ փուլը, որպեսզի դա չդառնա ծանր բեռ։ Ինչ անել։ Դե պետք է հասկանալ մի պարզ բան, որ այսօրվա վախենալու բաներ չեմ ասելու, հա, որ մի արեք կմեռնեք։ Չէ, գուցե պատմես քո շրջապատի կամ քո այդ ռիսկային շրջանի օրինակով, թե ինչու դա լավ չէր։ Դե որովհետև պրոդուկտիվ չես նվազագույնը, էլի։
Այսինքն քեզ full տալիս ես հաճույքների, ինչի պատճառով այդ հաճույքն էլ ժամանակի ընթացքում ինքը էլ են հաճույքը չի պատճառում քեզ, որը պատճառում էր սկզբից կամ որ դու ուզում ես որ պատճառի, որովհետև դրան ես սովոր։ Ու դրա համար են ասում, որ թեթև թմրադեղերից մարդիկ անցնում են ավելի ծանր թմրադեղերի, որովհետև թեթևները արդեն չեն ազդում։ Ինձ թվում է կա այդպիսի բան, բայց իրականում անիմաստ բան է, էլի։ Այսինքն, հա, հետո, բայց մյուս օրը վատ ես քեզ զգում, այն կարող է մի քանի օր քեզ ված գաս։ Հետո սկսում ես խմել հետը, մյուս օրը, որ մի քիչ լավ քեզ գաս։ Հետո դրանից ես այն մյուս օրը քեզ ված զգում, ինքը դառնում է ասենց շղթա։ Անիմաստ շղթա է դառնում ու իրականում այդպես են դառնում ալկոհոլիկ կամ թմրամոլ։ Այդ շղթայի պատճառով։ Այդ որ ասում են լոմկա, չէ՞։ Ես դա դու չգիտեմ ինչ է, այդ ավելի լուրջ բաների մասին է, բայց ինչի համար են դա կրկնում, որ այդ լոմկայից դուրս գան։ Հետո ավարտվում է ազդեցությունը, մի հատ էլ է սկսվում այդ ու դառնում է ասենց կլոր։ Ինձ թվում է, չգիտեմ, նայ, գիտես ոնց բացառելը խելամիտ չի։ Այսինքն չես կարող 100%-ով, որտեվ ամենտեղ կա։ Ով որ ուզում է գտնի, կգտնի։ Ես ուղղակի չեմ հասկանում այն լրատվականները, որոնք շատ հետաքրքիր է, վերջերս են նայում, մտածում եմ, ես չեմ հասկանում, հիմա դեմ են խոսում, թե պրոպագանդա են անում։ Այսինքն նկարում են ռեպորտաժ, թե ոնց գտնել, հա ոնց են դա գնում, թե ինչա կատարվում, որ Telegram-ով կարելի է գտնել, ու ասում են, այ տեսեք, որ գնաք Երևանի կենտրոնի դալաններում մոտ, նայեք, QR կոդ կա։ Հիմա այսօր եմ արդեն ասել են, բայց էլի։ Դե հուսանք էլ արդեն այս QR կոդով երեխաները կամ գնում են։ Արմանից դու որպես ծնող, տես տղա 19 տարեկան է եւ մի երկրում է, որ չեմ ուզի, որ ինքը։ Հա, պարզա որ չես ուզի։ Հարցը ավելի լոգիկա է։ Այ ոնց ես կարողանում adekvat ծնող մնալ, ընկեր մնալ որդուդ հետ, հասկանալով որ հավանաբար նման ռիսկեր կարող է լինել, բայց միևնույն ժամանակ որպեսզի քեզնից չհեռվանա այդ գիպերապեկայի տեսանկյունից։ Նա ինքը միշտ տեսել է մեր տանը, միշտ տեսել է հյուրեր։ Միշտ տեսել է ինձ մոտ ընկերներ։ Ուրիշ ոչ ման չի տեսել, ուղղակի տեսել է հյուրեր, ընկերներ, ասենք, հա, գինի, վիսկի եւ այլն։ Ինքը նա այն դարում ենք ապրում, որ ամբողջ ինֆորմացիան ամենտեղ կա։ Հասկանում ես, ամենտեղ, այսինքն ինքը ինձնից քեզնից երևի ավելի շատ բան գիտի այդ դրա մասին, որովհետեւ հաստատ ընկերներով նստել խոսացել են, Google-ել են, նայել են, YouTube-ում նայել են վիդեոներ եւ այլն։ Բայց իմ բախտը թութու բերելա այն առումով, որ դե մեծ տղա է արդեն, իհարկե փորձել է նաև ալկոհոլ խմել, բան դուրը չի գալիս։ Ասում է, դուրս չի գալիս, ասում է այդ բանը, այդ համը դուրս չի գալիս, այդ վիճակը դուրս չի գալիս, այն որ ասիանրի ջան, բրցանք ես մի խնդրից։ Այն ավելի խորը, նա ես ամեն չէ, բայց երբ որ զգում եմ, որ առիթ այդ ինֆորմացիան սերմը դնելու, որ հանկարծ ինչ որ վիդեո եք նայում, կամ ինչ որ խոսակցություն ա լինում բանի վայր, ասում եմ, այս կամ ասենք որ մեկին ստեղ որ գնում ես կենտրոն, downtown որ գնում ես, գիտես, տեսել ես, հա, ծրված մարդիկ կան, բան օգտագործած են նոր բան։ Որ արդեն ասում այն, այ մի բան արել է, դրա համար սենց էշ վիճակում է հայտնվել իր կյանքի ու դրա համար սենց էշ կանգնած է։ Ասում եմ, պա գիտեմ, հանգիստ խոսքով։ Չգիտեմ, գիպերապեկան կա իհարկե, այս թեման որ խոսում ենք, բոլորս իհարկե պետք է ասենք, որ չի կարելի ու պետք չի անել։ Բայց նաև պետք է չբացառենք, որ դա մի օր կարող է տեղի ունենալ։ Ու դրանից էլ պետք չի սարքել շատ մեծ տրագեդիա, որովհետև որ մեծ տրագեդիայի սարքում կարող է հակառակ էֆեկտ տա քո այդ մոտեցում ու հոգեվիճակ։ Երևի պետք է ուղղակի կրթել, այդ առումով էլ կրթել։ Այսինքն պետք է բացատրել, դրանից տաբու չսարքել, որովհետև ինչքան տաբու է սարքում, այդքան ավելի մաքսիմալ շատ երևի թե բարձրաձայնել բացասական հետևանքների մասին։ Իսկ էմոցիոնալ տեսանկյունից դա իհարկե դարակ է, որ դու քո գլխում բացում ես, որը հետագայում փակել չես կարող, եւ այն դոպամինը, հաճույքի հորմոնը, որ ստանում ես պարզապես սովորական կյանքում, քեզ մոտ այդ լիմիտը մեծանում է եւ դու անընդհատ կարիք ունես այդ մեծ քանակությամբ դոպամինի, որը չես ստանում։ Մի խոսքով երևի թե ամենաճիշտ բանը այն կլինի, որ մարդիկ պարզապես հրաժարվեն դա փորձել ի սկզբանե։ Ու գիտես ինչն է լավ օգնում, սպորտով զբաղվելը իրականում, որովհետեւ շատ հետաքրքիր է, որ երբ որ ջիմից դուրս ես գալիս լավ պարապած, դու մոտավորապես զգում ես նույն բանը,
Հա նույն հաճույքի Նույն հաճույքի հորմոններն են նույնն աշխատում, օքսիտոցին։ Այնտեղ չի բարձրանում տեստոստերոնը։ Դες այնտեղ վնաս է տալիս ու տես ճակերտավոր հաճույք է տալիս քեզ։ Այստեղ համ օգուտ է տալիս, համ տեստոստերոն եւ այլն, համ էլ տալիս է այդ դուրս զգացել եմ։ Դուք ես գալի ջիմից, որ ժպիտը դեմքիդ ես դուրս գալիս։ Արման կանանց պարագայում, եթե մարդկանց առաջ որոշակի անհաջողությունների փորձ ես ունեցել, հիմա լիարժեք երջանիկ ես, գեղեցիկ ընտանիք ունես, որդի տա լույս աշխարհ եկել եւ այլն։ Ինչպես ծանոթացեք կնոջդ հետ եւ ինչպես տեղի ունեցավ ձեր միասնությունը։ Ծանոթացել ենք Երևանում, կինս ռուս է, Մոսկվայից, ով մինչև ինձ հետ ծանոթանալ արդեն 7 տարի ապրում էր Երևանում։ Ծանոթացել ենք Երևանում միջոցառումներից մեկի ժամանակ։ Ես այդ ժամանակ 100%-ով վստահ եմ, որ ես երբեք կյանքում ոչ մեկին չեմ հանդիպելու, ում հանդեպ զգացմունքներ, չգիտեմ։ Մտածում եմ մեծացել ես եւ մտածում եմ մեծացել եմ, քարացել եմ, կյանքի փորձ, չգիտեմ, ես այն մի խոսքով ինչ մտածում եմ, որ փակ է այդ թեման։ Էլ նաիվ չեմ լինի, հա, այդքան որ։ Հա, այլ հավես չունեմ եւ այլն։ Բայց երբեք քո մտածածով այդ ամենը տեղի չի ունենում, մեկ էլ մի օր հոպ լամպոչկան վառվում է ու դու հասկանում ես, որ բարև ձեզ։ Ու մոտավորապես նմանատիպ բան եղավ ինձ մոտ, մոտավորապես վաու, բարև ձեզ եղավ։ Ու դե Երևանը փոքր քաղաք է, հետո սկսեցինք պատահական շատ տարբեր տեղեր հանդիպել, մոտավորապես նույն տեղերն էին գնում։ Ինքը DJ էր այդ ժամանակ Երևանում աշխատում, հիմա դառնա տնային տնտեսուհի, երեխա մեծացնում, բայց պուլտը ունի տանը։ Հա, ու կամաց, դա մի անգամից չեղավ, մի քանի տարի տևեց, մինչև մենք սկսեցինք շփվել, սկզբից պարզապես ընկերություն էինք անում, ինքներ տենց մտածում, բայց վստահաբար իմ մոտ մի քիչ այլ հորմոններ էին աշխատում, այսպես ասենք, ու հա, եկավ մի պահ, որ այդ ընկերությունը կամաց վերաճեց, դառավ ավելի մեծ բան, հետո սկսեցինք ապրել իրար հետ Երևանում, հետո փոքրիկ նեղ ընտանեկան հարսանիք արեցինք, բայց շուտով որ հետ գնանք Երևան, մի հատ ինձ թվում է մեծ հարսանիք կանենք, արդեն թող տղասը մասնակցի։ Արման, իսկ արտագաղթելու հետ կապված թեկուզ ժամանակավոր այստեղ բնակություն հաստատելու, պարզա որ դժվարություններ կան եւ դրանք երբեմն անհաղթահարելի է թվում, հատկապես երբ արդեն գալիս ես այստեղ ապրելու, այն մարդիկ ովքեր ինչ որ խոստումներ են տալիս, հոդս են ցնդում եւ հասկանում ես որ դու այս բոլորի մոտ լինում է, չէ՞, բոլորի եւ հասկանում ես մեծ երկրում դու փոքր մարդ ես, այդ առումով միգրացիայի դժվարությունները որոնք էին։ Արտագաղթել բառը զգում ես, չէ՞, ինքը էներգետիկ վատ բառ է, էլի, սեյվ բառ է, ոնց որ հայհոյանք լինի, էլի։ Ցեղասպանության կադր է։ Հա, չէ, արտագաղթել։ Չէ, ես դա չեմ անվանում արտագաղթել, գիտես, ես մի քիչ այլ կերպ եմ նայում, աշխարհը շատ մեծ տեղ է, չէ՞, ով է ասել, որ ամբողջ կյանք պետք է մի տեղ ապրես։ Հասկացանք, ծնվել մեծացել ենք Հայաստանում, մեր հայրենիքն է, սիրում ենք եւ այլն, բայց ինչ պարտադիր է, ես գիտեմ, Աստված տա 70 տարի ապրեմ, ինչ պարտադիր է 70 տարին միշտ այնտեղ ապրեմ։ Չէ, մի քիչ ուզում եմ ճամփորդեմ, ուրիշ մշակույթ տեսնեմ եւ այլն։ Տարօրինակ է, բայց տարօրինակ չի, այսինքն իմ արդեն հասկանում եմ ինչի։ Իմ այստեղ գալը շատ ավելի հեշտ ստացվեց ինձ համար, քան իմ Երևանից Մոսկվա գնալ ապրելը։ Չնայած որ այնտեղ մենակ էի, այստեղ ես եմ, կինս է, հղի կինս էր։ Տղաս է, կատվիսել ենք վերել Երևանից։ Շատ ավելի հեշտ ու հանգիստ ստացվեց։ Առաջինը երևի որովհետև որ արդեն կյանքի փորձ կա մեծ, համատած Մոսկվա գնալու հետ, եւ երկրորդը ու ամենակարևորը այս երկիրն է այտենց։ Վերջերս ընկերոջս հետ էինք խոսում, այդ Մոսկվայում ենք ծանոթացել, ընկերացել ու ինքը այնտեղ երկար ապրել է, 10 տարի է այստեղ ապրում։ Նույն բանը ասեցի, ասում եմ իմ այստեղ գալը ավելի հեշտ ստացվեց, ասում եմ դել համեմատեցի դա։ Մոսկվան դաժան տեղ է եղբայր։ Այստեղ գալիս ես արև, մարդիկ ժպտում են։ Այստեղ օքեյ, ասում են որ սուտ է այդ ժպտալը։ Չէ, սուտ չի դա, մշակույթի մի մաս է եւ մշակույթի մասը շատ լավ է, որովհետեւ երբ որ այդ ժպիտը տեսնում ես, ակամայից տրամադրությունը բարձրանում է։ Ինձ տեղ մի օր սևական մեր եղբայրներից մեկը, որը անվտանգության աշխատակից էր, մի միջոցառման որտեղ ես աշխատում էի, երկու բառով նոր է եկել, երկու բառով շփվեցինք, ասի նոր եմ եկել, բան, ինձ ժպիտով անկեղծ ասեց welcome home։ Հասկանում ես, իսկ եթե համատիկ Մոսկվայի հետ, այնտեղ դες մտածեմ, բանայի ехали эти чёрки։ Մենտալիտետի այդ տարբերությունը կա ու ես
չնայած որ սկզբում խոսում էինք, հա, աշխատանքային կարող է մի քիչ downgrade-ա բան եւ այլն, բայց ես մի կաթեր ինձ այդտեղ վատ կամ նեղված կամ ես ինձ չեմ զգում, որովհետեւ հրաշալի երկիր է, չեմ հասկանում այն հայերին, որոնք գալիս են ստեղ ապրում են ու բողոքում են ստեղից, բողոքում եք ախպերական տոմս արեք, գնացեք միտեղ, կամ մի բողոքեք էլի, ասեք ինչ կա բողոքելու։ Հրաշալի երկիր է, շատ լավ հնարավորություններով, ինձ շատ է դուր գալիս տեղ են, որ ինձ թվում է ստեղի ապրող մարդկանցից մեկը ինչա կատարում քաղաքականության մեջ իրանց եւ ընդհանրապես, ասենք իրեն չեն ճանաչում, հա, նախարարը, այսինչ նախարարի անուն ազգանունը, մեր մոտ տնով տեղով բոլորին ճանաչում են հարևաններով, հասկանում ես, այստեղ ինձ թվում է նախագահից բացի ոչ մեկին չեն ճանաչում։ Արման, իսկ քո ներաշխարհում ինչն է փոխվել 19-20 տարեկանում հայրանալու ու 40 եւ պլյուս տարիքում հայրանալու միջև, այսինքն այլ կերպես ավելի էմոցիաներ են ընկալում հիմա, թե պատասխանատվությունն է փոխվում։ Դե այն ժամանակ մի քիչ առաջ ասացի երեխա է, էլ ինքս է երեխա, լուրջ ասեք չեմ հասկանում ոնց է այդ ամեն ինչ տեղի ունեցել, որովհետեւ նայում, այն որ նկարներ են կան, երևի ձեր ամսագրից էլ հնարավոր է ես Անրին ու Աննան իրար հետ նայում եմ, Անրին բոնչո փոքր երեխա, բայց մենք էլ ենք երեխա այդտեղ ախր։ Չէ, հիմա շատ բան է այլ ինձ թվում է, չնայած նոր է ծնվել, դեռ չեմ կարա շատ անալիզ անեմ ինչ որ բան ասեմ, բայց կնոջ սետ է ես անգամ ամբողջ ընթացքում, ինձ թվում է 20 տարեկանում չի համարցակվի, այս անգամ կնոջ սետ է ամբողջ ընթացքում։ Մի շատ լավ ֆիլիպինացի բուժքույր էր, որը մեծ հետ էր էլի, ասեց հանգչես գնում, չէ՞, ոչ միտեղ, ասեց, չէ, երևի որ չեմ հասկանում ես ինչ պատասխանը, ասում եմ հանկարծ չգնաս, կյանքում մի անգամ ասեց բան լինում։ Քիչ չես մնա։ Պետք է ստեղ լինես։ Հիմա եկել է մի հատ նոր մարդ է եկել, որը լուրջ տղա է երևում հələ որ։ Տեսնենք։ Միշտ տուն եմ ուզում գնամ, դեռ էտա փոխվել, միշտ ուզում եմ գնամ տուն, միշտ ուզում եմ գրկեմ երեխուն, մի քիչ հետը շփվեմ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, երբ հետ հայացես նետում քո անցած ճանապարհին, քո մետամորֆոզներին որպես մարդ, որպես տղամարդ եւ այլն, նույն քայլերը, նույն հերթականությամբ եւ նույն սխալները, նույն հերթականությամբ կանեիր, թե կցանկանայիր մաքրագրել անցած ճանապարհը։ Այդ հարցը շատ հետաքրքիր հարց է, որովհետև նա, եթե մաքրագրեիր, հա, ինչ որ իդեալական տենց սիրուն փափուկ բամբակների մեջ կյանքդ կապրեիր կգար, բայց դու չէիր դառնա այն մարդը, որը որ դարել ես հիմա, այսինքն այդ սկիլերը ձեռք չէիր բերի, հա, երբ որ դու գնում ես ջիմ, դու պարապում ես, դու վնասում ես քո մկանը, որ ինքը մեծանա կամ ձգվի։ Հիմա նույնը ինչ թվում է կյանքում, հա, կյանքում ինչքան քեզ թվում է որ վնասվել ես էմոցիոնալ եւ այլն, բայց դա քեզ բերում է ու դարձնում է այն ուժեղ մարդը, որը որ դու դառել ես կամ հակառակը, եթե չես անցել այդ ամեն ինչը։ Ի վերջո միշտ ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե լինում են վատ պահեր, լինում են ծանր պահեր եւ այլն, բայց կարևորը թե դու ոնց ես այդ ծանր պահերի միջով անցնում ու դուրս գալիս։ Ես այդ եմ սովորել կյանքում, որ ինչքան էլ ծանր պահ լինի, ինչքան էլ թվա թե դժվար է եւ այլն, կարևորը անցնելու ես այդ պահը միանշանակ անցնելու ես, բայց կարևորը թե ոնց ես անցնում, կամ քեզ տանջելով ես անցնում, կամ քեզ էլի տանջելով ես անցնում, բայց գոնե ժպիտը դեմքիդ։ Ու երբ որ դուրս ես գալիս այդ պայս, մի հատ հետ ես նայում, ասում ես, բայց ապրես, էս էլ արեցի, էս էլ եղավ, ու ավելի ուժեղ դուրս եկա։ Այն 4-րդ պատխոդի վերջի 12-րդն էլ արեցի։ Այնպես որ ուրախ ես արած այդ յուրաքանչյուր սխալի եւ ճիշտ քայլի համար։ Չնայած նրան, որ ինչ որ պահի դա ինձ դժվարություն է ապարգևել, հա։ Շնորհակալություն մեծ զրույցի համար եւ իսկապես ինձ թվում է որ անկեղծ զրույց եղավ, ինձ շատ հետաքրքիր էր, գրեք մեկնաբանությունների բաժնում նաեւ ձեր կարծիքը, դա շատ կարեւոր է մեզ համար, բաժանորդագրվեք ալիքին, տարածեք տեսանյութը եւ եղեք մեզ հետ։ Լավ եղեք, առայժմ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած
իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.